խոսքերը մեծարում ենք քեզ ով Աստված ով Աստված մեծարում ենք Սուրբ անունդ Տեր մեծարում ենք ամբողջ սրտով ջերմ եռադությամբ Տեր քանի որ դու ես արժան մեծարանքի պատվի արգանքի սիրելի Հայր եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս այսօր ծնունդ է այսօր ուրախություն է բայց նաեւ մենք գիտենք որ Տեր Հիսուս Քրիստոսը նույնն է եւ նույնն է եղել երեք այսօր եւ հավիտյան սկիզբը եւ վերջը նա է եւ նա է քո փրկիչը նա է քո մեջ սեր արթնացնողը նա է սառած սրտերը հալեցնողը եւ ջերմություն պարգևողը դու ես Տեր Ադոնայ ապրեցնում ես ինձ կենթանացնում իմ մեռած հոգին Տեր մի օր որ կարոտ էինք եւ ման էինք գալիս Տեր գտանք քեզ մոտեցանք քեզ Տեր եւ ճաշակեցինք քո սերը բարձրակարգ սերը քո Տեր եւ այդ սերն է որ մեզ ապրեցնում է որովհետեւ այդ սերը ճաշակելուց հետո ապա ես չգիտեմ մեկին ով կարող է հրաժարվել եւ իրեն լավ զգալ չգիտեմ դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան Տեր դու առատ ես քո բարությամբ հարուցանում ես մեռածին կյանք տալիս ընկածին բարձրացնում հիվանդին բժշկում գերվածին ազատում դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան երկնքից թող անձրև ես բերում քամի ուղարկում երկիրը մեր օրնում օրնյալ ես դու Տեր Ադոնայ մեր հարության արքա դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ իմ կյանքի պահապան դու զորավոր ես հավետ Ադոնայ ապրեցնում ես դու ինձ դու զորավոր ես հավետ Ադոնայ մեր հարության արքա Տեր դու առատ ես քո բարությամբ հարուցանում ես մեռածին կյանք տալիս հիվանդին բժշկող գերվածին ազատող քանի որ Տեր Հիսուս Քրիստոս ծնվեց եւ եկավ աշխարհ որպեսզի խավարի մեջ լույս բերի խավար դարձած այս իրականությունը աշխարհի որ ավելի շատ ձգտում է դեպի խավարը Որն է մեր պայքարը Որն է մեր ձգտումը դեպի Տերը Աստված ասում է մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ բայց ամենասկզբից պետք է գիտակցենք գիտակցում ունենանք որ Աստված է մեզ ընտրում ապա որովհետեւ գիտի մենք սխալական ենք
եւ գիտության պակաս ունենք։ Այդ իսկ պատճառով Տերը ընտրում է, հանգամանքներ է ստեղծում, իրավիճակներ է ստեղծում մարդու կյանքում, մարդու միջոցով է ստեղծում։ Տերը նաև հանդես եկավ աղավնու կերպարով, Տիրոջ համար անհնարին բան չկա, եւ նա ընտրելով քեզ տալիս է հնարավորություն, որ դու մոտենաս իրեն, որ նա էլ ավելի քեզ մոտենա, նորովի, գիտությունով, աղոթքի կյանքով եւ քո երկրպագությունով, որովհետեւ Աստված բնակվում է երկրպագուների, նրանց սրտերի, նրանց մտորումների եւ նրանց գործողությունների մեջ, ապա Աստծուն հավատացողները պիտի Աստծուն պաշտեն ամբողջ հոգով եւ ճշմարտությամբ։ Մատթեոս 23:12 Ինձ համար սիրելի խոսք դարձած, ամեն անգամ սա ասում եմ, եւ այո, ես սա անմիջապես կապում եմ այսօրվա Աստծո որդու ծննդյան հետ։ Հիմա բացատրեմ ինչու։ Ամեն իրեն խոնարհեցնող կբարձրացվի, ամեն իրեն բարձրացնող կխոնարհեցվի։ Աստված փնտրում է խոնարհ սրտերին։ Աստված փնտրում է իրեն խոնարհողներին։ Աստված գործ ունի խոնարհվողների հետ, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոնարհվեց, իր կյանքը տվեց, ֆիզիկական կյանքը տվեց իհարկե, բայց գիտակցական, ոչ ոք այսօր չի կարող պատկերացնել, որ նա մի քանի տարի հետո իր ֆիզիկական կյանքը հանձնելու է, ու այդպես խոնարհ անցնի բոլոր ճանապարհները, եւ դա խոնարհություն էր Աստծո մոտ։ Եվ դա համեստություն էր, եւ նրա մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, կամ բոլոր արժեքները, որը կա սիրելի հայ քո մեջ, գիտես, միայն թե հավատքդ մեծացրու եւ խոնարհ եղիր։ Իզնից սկսած առաջին ինձ է վերաբերվում, որովհետեւ Աստված խոնարհներին կբարձրացնի, իսկ ովքեր իրենց բարձրացնեն, արհեստական, միջամտություն, աշխարհիկ, էգո ասվածը, չէ, քավլիցի։ Մարդը պետք է իրան հարգի ու սիրի Աստծո մեջ, ապա սրա մասին է խոսքը։ Իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենախոնարհն էր եւ կատարեց ամբողջ ծրագիրը Աստվածային։ Դու ես ալֆան, Տեր, դու ես ալֆան եւ օմեգա, երկրպագում ենք քեզ, արժանի ես օրնանքի։ Նա է սկիզբը եւ վերջը, ալֆան եւ օմեգան։ Դու ես ալֆա եւ օմեգա, երկրպագում ենք քեզ, արժանի ես օրնանքի։ Քեզ ենք տալիս ողջ փառքը, Տեր, քեզ եմ տալիս ողջ փառքը, երկրպագում ենք քեզ, արժանի ես օրնանքի։ Քեզ լինի ողջ փառքը, Տեր,
Եվ օմեգան երկրպագում ենք ես արժանի ես օրնակի Քեզ եմ տալիս ողջ փառքը երկրպագում ենք քեզ արժանի ես օրնակի Քեզ ենք տալիս ողջ փառքը Քեզ եմ տալիս ողջ փառքը երկրպագում ենք ես արժանի ես օրնակի արժանի ես օրնակի արժանի ես օրնակի Ավելի բուրըն ծափահարենք մեր Տիրոջը, այսօր սքանչելի օր է բոլորիս համար, Քրիստոս մանուկը ծնվել է մարդկությանը փրկություն և մեղքի իշխանությունից ազատագրություն տալու համար, որի համար բոլորիս ասում եմ աշկներս լույս լինի, մանուկ է ծնվել, օրհնյալ լինի Տիրոջ անունը, Փառք Աստծո, որ տեսնում եմ ձեզ, ցանկալի կլներ, որ ավելի շատ լինեին, շատերը կան, որ այսօր ներկա չեն, բայց այսօր իմ հետ իմ թանկագին հյուրերն են, իմ ընկերներն են, իմ գոլեգաներն են, իմ մտերիմներն են, որոնք համաձայնվեցին այսօր ներկա գտնվել Մոսկվայի Աստծո տուն եկեղեցու այսօրվա պաշտամունքին, տոնական, եկեք ողջունենք մեր հյուրերին, մեր նորերին, հուսամ, որ առաջինը կլինի, վերջինը չի լինի նրանց համար ու ես, երբ որ տեսնում եմ մարդիկ, որոնք առաջի անգամ են գալիս, հիշում եմ ինձ, կարող եք նստել հիմա, հիշում եմ ինձ, երբ որ առաջի անգամ ես ոտ դրեցի ավանդական մեր առաքելական եկեղեցու, չեմ ասում ջատագով հետևորդ էի, հավատում էի Աստծուն, բայց երբ որ առաջի անգամ ոտ դրեցի 33 տարի առաջ, 1993 թվականի մարտ, ապրիլ ամիսներին ոտ դրեցի ավետարանական եկեղեցի, այն ժամանակ ավետարանական եկեղեցիները, այսպես ասած բողոքական եկեղեցիները, 50-ական եկեղեցիները բուրն վերելքի մեջ էին, ինձ համար տարօրինակ էր առաջի անգամ նրանց պաշտամունքը, նրանց մոտեցումը, որովհետև մենք սովորել ենք մոնվարել, խաչակնկել, նկարների առջև, քարեղեն տաճարների մեջ գնալ, մտածելով, որ դա է Աստծո տունը, բայց սկզբից ինձ համար շատ տարօրինակ էր, այդ մարդիկ տարօրինակ մարդիկ էին, բայց ստացվեց այնպես, որ վերջում, հավաքույթի վերջում, ես զգացի, որ իմ մեջ ի հայտ է եկել մի տեսակ ուրիշ սեր, այդ մարդիկ տարօրինակ էին, բայց իրանց աչքերը փայլում էր, այդ մարդիկ տարօրինակ էին, աշխարհի մարդկանց նման չէին, բայց նրանց աչքերից սեր էր բխում, մարդիկ տարօրինակ էին, բայց նրանք փոխադարձ ջերմություն ունեին, հաղորդակցությունը այլ էր, և ավելին կասեմ, հավաքույթի վերջում Սուրբ Հոգու ներկայությունը, երբ որ իջնում է մարդու վրա կամ եկեղեցու վրա, դու գնում ես մի բան ձեռք բերած, դու հասկանում ես, որ դու ընկել ես մի մթնոլորտի մի միջավայրի մեջ, որ անփոխարինելի է, երկրի վրա չես կարա ոչ մի բան համեմատես դրա հետ, դա ինձ համար տարօրինակ էր սկզբից, բայց վերջում ես վայելեցի այն, որ զգացի Աստծո ներկայությունը իմ կյանքի մեջ, ես զգացի Աստծո ներկայությունը իմ սրտի մեջ, ես զգացի այդ խաղաղությունը, որ թեև ես պատանի էի, երիտասարդ էի, երկար կյանքի փորձ չունեի, բայց գտա մի բան, որ երկար տարիներ փնտրել էի, գտա խաղաղություն, գտա սեր, գտա մխիթարություն, գտա Հիսուս Քրիստոսին։
Այսօր քրիստոնյա աշխարհը մոտ օրերս արևմուտքը Ամերիկայի մարտցամաքը դեկտեմբեր ամսին է նշում, դեկտեմբերի 25-ին նշում էր Քրիստոսի ծնունդը, իսկ ասիական այս տարածքը նշում է, մենք տեսնում ենք ռուսական ուղղափառ եկեղեցին նշում է ամսի 7-ին, մեր հայկական եկեղեցին նշեց ամսի 6-ին, բայց ինչ եմ ուզում ասել, օրերը, ամիսները, ոչ մեկ չգիտի կոնկրետ Քրիստոսի ծննդյան օրը, ոչ մեկ չգիտի, օրացույցից ելնելով նման իրավիճակ է հայտնվել, որոշները 25-ին են նշում, որոշները նշում են դեկտեմբերի 6-ին, որոշները 7-ին, բայց ասեմ ձեզ մի բան, օրը կապ չունի, եթե մարդու սրտում Քրիստոսը ծնված չէ այսօր, չկա այդ Քրիստոսը ծնված, այդ օրը նշելը էական չի, թե մենք մեկս մյուսին SMS-ով ինչ-որ բան կուղարկենք, կշնորհավորենք, դա էական չի, երբ որ մարդու սրտում չկա այդ ծնված Քրիստոսը, դա երկրորդականը, կարևորը մենք գիտենք, որ Քրիստոսն է, որովհետև Աստված իր միածին որդուն ուղարկեց, կույսը հղացավ և ծնվեց Հիսուս Քրիստոս Փրկիչը, ամեն, մի հատված եմ ուզում կարդալ Մատթեոս ավետարանից, առաջի գլուխ, երկար չեմ կարդա, Մատթեոս առաջի գլուխ, 21-րդ խոսքից, ասպես ասվեց, և նա որդի կծնի, և նրա անունը Հիսուս դնես, որովհետև նա իր ժողովրդին կփրկե իրենց մեղքերից, և այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռովը, Եսայի մարգարե 7:14, ձեռովը Տերից ասվածը, որ ասում է, ահա կույսը կհղիանա, և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ է։ Խավարի մեջ նստած ժողովրդի համար մի լույս եկավ աշխարհ։ Մեղքի իշխանության տակ գտնվող մարդու համար մի լույս եկավ աշխարհ։ Այդ լույսը ես շատերդ վայելել եք, գիտեք, այդ ծնված Հիսուս Քրիստոսը ես գիտեմ, որ շատերի սրտում կա։ Եվ իմ սրտում էլ, երբ որ Քրիստոսը ծնվեց, ես ունեցա ինչպես կա պատվիրանք, եթե վերստին չծնվես, երկնքի արքայությունը չես ժառանգի, երբ որ այդ պատվիրանքը իմ կյանքում իրականություն դարձավ, ես ունեցա վերստին ծնունդ եւ Քրիստոսը ծնվեց իմ սրտի մեջ, ես հոժարությունով իմ կյանքը հանձնեցի Տիրոջ, ասեցի Տեր, ես իմ կյանքը տալիս եմ քեզ, 21 տարեկան էի։ Եվ ամեն բան տալիս եմ քեզ, իմ ժամանակները, իմ գործը, իմ աշխատանքը, իմ հետագա ծրագիրները, իմ կյանքը եւ ինչու՞ չէ նաեւ իմ ֆինանսները։ Երբ որ առաջի անգամ ավետարանական եկեղեցու ֆինանսների մասին ակնարկ եղավ, ինձ համար խրթին էր, ստեղ են ֆինանսներից խոսում։ Իհարկե պետք է խոսանք։ Ինչի՞։ Որովհետեւ Հիսուս Քրիստոսը վառ օրինակ էր։ Քրիստոսի ասած շատ առակների մեջ ֆինանսները ներկայություն ունեն, չէ՞։ 5 կույսերի առակը, երկու կնոջ, այն կնոջ երկու լումայի պատմությունը, այն հարուստ մարդու պատմությունը, որ շտեմարաններ սարքեց, այն հարուստի պատմությունը, երբ որ գնաց վարձկաններ վարձեց, որոնց պետք է տար։ Եվ տեսնում ենք Քրիստոսի ավետարանի մեջ, որ երեք հայտնություն եմ ունեցել հետաքրքիր, Երուսաղեմում տաճար կար եւ տաճարում կար գանձանակ։ Ամեն։ Չէ՞։ Եվ մարդիկ գալիս էին գանձանակի մեջ, հիմա մարդիկ ասում են, «Խի են այդ արկղերը կամ գանձանակները պատտում, որպեսզի այնտեղ գումար գցեն»։ Երուսաղեմում կար տաճար, բայց տաճարից մեկն էր, որ տաճարի մեջ չէր, ժողովրդի հետ առանձին էր եւ նրանք ունեին այդ գանձանակը։ Նրանք ունեին մի պարկ, որի մեջ հավաքվում էր մարդկանց զոհաբերությունները, ընծաները, նվիրատվությունները եւ մենք գիտենք։ Վերջի օրը, երբ որ Քրիստոսը պետք է մատնվեր, Հուդային ինչ ասեց։ Արա այն, ինչ որ շուտ արա, ինչ որ պետք է անես։ Չէ՞։ Աշակերտները ինչ մտածեցին։ Երևի Քրիստոսն ասեց գնա աղքատների մասի, աղքատներին հոգա, աղքատներին տուր զոհաբերություն։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Քրիստոսը տաճարից մեծն էր, բայց այդ Քրիստոսի եկեղեցու մեջ կար այդ գանձանակը, որտեղ գումարներն էր եւ ոչ միտեղ չի ասում, որ Քրիստոսը դրա համար հակառակ էր խոսում, ընդհակառակը։ Հիսուսն ասում էր աղքատներին ամեն ժամանակ ձեր հետ ունեք։ Եվ նրանք այդ հավաքված գումարից տալիս էին աղքատին, կարիքավորին, հարկեր էին տալիս։ Երբ որ առաքյալներն եկան ասեցին, աշակերտներն եկան ասեցին, փարիսեցիներն ասում են, ձեր վարդապետը հարկ չի տալիս, ասեց, ես հարցնում եմ, այս երկրի իշխանները ումից են հարկ հավաքում,
օտարներից, թե յուրայիններից, յուրավորթիներից, ասեց օտարներից։ Դե ասեց, որպեսի գայթակղություն չլինի, Պետրոս, գնա, կարթդ գցի, ձուկը հանե, ձկան բերանում ոսկե դրամ կլինի, տար հարկը տուր։ Եկեղեցին էլ ունի նման նպատակներ։ Այս եկեղեցին էլ ունի իր ծախսը, իր ֆինանսական հոգսերը հոգալու, աղքատները, կարիքավորները ամեն ժամանակ կլինեն, ֆինանսական հարցեր կա լուծելու։ Դրա համար կարծում եմ Պողոս առաքյալը շատ էր եւ առաքյալն ինձ համար հետաքրքիր էր, երեք նայում էի, չտեսա, հիմնականում Պողոս առաքյալն է ֆինանսների տալու Իսրայել ժողովրդին, երբ որ դուք կարեկից եղաք հոգևոր բարիքներին, նյութականին էլ բարիքներին, չէ, հռոմեացիներին է ասում, կորինթացիներին է ասում, բոլոր եկեղեցիներին քաջալերում է, որ նրանք կարողանան ֆինանսապես աջակից լինեն Երուսաղեմին։ Այսինքն ֆինանսները ամեն ժամ, մեր օրերում առանց ֆինանսների ոչ մի հարց չի կարելի է լուծել։ Իհարկե, ամեն, շատ հարցեր ֆինանսներում, ֆինանսները շատ կարևոր է, Հուդայի սիրտը ինչպիսին էր։ Նրա ձեռն էր այդ գանձանակը, բայց նրա սիրտը ուղիղ չէր։ Այդ գանձանակը կար, այդ գանձանակի մեջի գումարները պետք է ծառայեր իր նպատակին։ Շատ կարևոր է այսօր, որ մեր ֆինանսները, մեր գումարները ծառայեն իր նպատակին։ Մենք ունենանք ներդրում ճիշտ գործի մեջ։ Վլաժենիը, ֆինանսовое վլաժենիը։ Եթե մենք ավետարանի խոսքի տարածման համար այսօր ունենանք ներդրում, ինչ որ մի լումա 100 կլինի, 50 կլինի, ինչպես կլինի մարդու սիրտը, ինչպես կտա քո սիրտը։ Իմացիր, որ երկնքում դա գրվում է եւ Աստված հատուցանում կհատուցանի մեզ առատապես։ Ամեն։ Ես իմ կյանքի փորձից եմ ասում։ Երբ որ ես տվեցի կյանքս ու ասեցի, ամեն բան տալիս եմ քեզ, ես չասեցի Աստված իմ դե ամեն ինչը տվել եմ, բայց ֆինանսներս արի թող ես տնօրինեմ։ Նա է տերերի տերը, չէ, որը տնօրինում է ամեն բան մեր կյանքում, ժամանակները նա է ստեղծել, նա է կամեցել, որ մենք կյանք ունենանք, ծնվել ենք այսօր, չէ։ Նա է տնօրինում մեր ընթացքը, իմ ընտանիքը, երբ որ զավակներ ունեցա, հանձնեցի, ամեն բան հանձնեցի, բայց այնպես չեղա, որ ասեմ, դե ֆինանսներս թող ես տնօրինեմ, որովհետև ես ավելի լավ գիտեմ, ոչ։ Ես խնդրեցի, ասում, որ Աստված ինձ իմաստություն տու, որ կարողանամ ճիշտ տեղում ներդրում կատարել։ Աստված ինքը ներդաշնակության Աստված է։ Ամեն բան երկրում, երկնքում ստեղծված է ներդաշնակ, համահունչ եւ կատարյալ ձևով, ամեն, եւ բնությունը, եւ կենթանական աշխարհը, աստղերը, ամեն բան։ Աստված ինքը կամենում է, որ այդպիսի ներդաշնակությունով, ինչպես ինքն է արարել մեզ եւ տեսանելին ու անտեսանելին, նույնպիսի ներդաշնակություն ունենանք մենք իրեն հետ։ Ինչպես նա ամեն ժամանակ մեզ տալիս է եւ չի խնայում, այն ամենից, որ Աստված տվել է մեզ, մենք այսօր բաժին տանք Աստծուն։ Այն ամենից, ինչ որ մինչև այսօր եկել յուրաքանչյուրս հասել ենք փառք Աստծո, քիչ թե շատ, Աստված տվել է։ Եվ մեզանից յուրաքանչյուրը թող այսօր ին հնարավորության, իր կարողության, իր սրտի չափով կարողանա տալ այն Աստծուն, որ մենք Աստծո հետ, Աստծո հոգու հետ մեկ լինենք, նման մենք մեր երկնային Հորը։ Ամեն, օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Եկեք ոտքի կանգնենք, ես այսօր պետք է տամ այն, ինչ որ պատրաստել եմ իմ Տիրոջը, որովհետև ես գիտեմ ինչ նպատակի համար է, որովհետև այս տարածքը մենք վարձակալում ենք, որովհետև շատ հարցեր կա, աղքատներ կան, հիվանդներ կան, կարիքավորներ կան, որոնց հարցերը մենք լուծում ենք։ Ինչ կարող ես, ինչ որ կա քո սրտում, տուր եւ համարի, որ դու տալիս ես ոչ թե մարդուն, այլ դու տալիս ես Աստծուն եւ Աստված առատապես կհատուցանի։ Աստված օրհնի ձեզ, կրկին անգամ ասում եմ, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է մեր Քրիստոսի ծնունդը։ Տեսնել դուր մեզ խորանը քո կանգնեցրում մեր մեջ քո ծառաներին ասպարես դուր քեզ օրնողներին նոր երգեր դուր թող քո որդիներն ետառնան ու դու
գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես թող գա ոտքի հոգին մեզ վրա Փառքը Տեր տեսնել դուր մեզ խորանը քո խորանը կանգնեցրում էր մեջ քո ծառաներին ասպարես դուր քեզ օրնողներին նոր երգերը դուր թող քո որդիներն ետառնան ու դու գա նորոգիր դու գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես թող գա ոտքի հոգին մեզ վրա Հավիտյան քեզ մոտ միայն կա սեր և օրհնություն Քեզ մոտ միայն կա ուրախություն Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրհնողներին նոր երգեր դուր Թող քո որդիներն ետառնան ու դու գա Փառք լինի Տիրոջը Արժան ես փառքերի դու արժան ես փառքերին մեծարանք ես Տեր Արժան ես փառքերի գովասանք քեզ Տեր Արժան ես փառքերի Արժան ես փառքերի դու արժան ես փառքերի Արժան ես Տեր, արժան ես փառքերի Դու արժան ես փառքերի Սիրում եմ խոսքերդ, սերո կյանք պարգևող Իմ հոգուն շունչ տվող Հույսիով կյան իմ Տեր Սիրում եմ խոսքերդ մութ կյանքս լուսացնող Փարվում եմ քեզ հիմա Փարվում եմ քեզ հիմա Արժան ես Տեր Արժան ես փառքերի
Եվ մեծարանք ես Տեր արժան ես փառքերի Դու արժան ես փառքերի Կարոտեմ օծությանը հեղեղի Բացիր երկնքի դարպասները ով Տեր Կարոտեմ օծությանը թարմաշուն շանձրևի Օծիրիս Տեր Հիմա կարող ես ձեռքը դնել քեզ վրա ասել օծիրիս Տեր Օծիրիս Տեր հիմա Արժան ես փառքերի մեծարանք քեզ Տեր Դու արժան ես փառքերի գովասանք քեզ Տեր Արժան ես փառքերի Արժան ես փառքերի Արժան ես փառքերի Դու արժան ես փառքերի Եվ արժան ես փառքերի Դու արժան ես փառքերի Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Հիսուս ծնվեց եւ հայտնվեցավ Հիսուս ծնվեց եւ հայտնվեցավ Иисус родился и явился нам. Ինչ որ մեկը թող ասի ինձ եւ քեզ մեծ ավետիս Пускай кто-то скажет нам, вам или нам. Մեզ եւ ձեզ большое այսօր մեծ ավետիս Ամեն։ Փառքասություն կարող է սրտանց ասել Слава փառք Богу. Տիրոջը Можешь сказать от всего сердца, слава Богу, слава Господу. Հալելույա Երկիր ստեղծող Աստվածը Творец неба и земли, նա որ մեղք չգիտեր ինչ բան է он, который не знал, что такое грех, նա որ միակ սուրբն է միակ արդարը он единственный праведник и святой,
Տերը տերերի, թակավորը Господь թակավորների, господствующих и царь царей, Աստված աստվածների, Бог богов. ամեն բան նրանով եղավ։ Через него все стало Եվ быть, առանց նրա ոչինչ и չեղավ։ без него ничего не творилось. Եվ ամեն бан նրա մեջ է։ И все в нем. Եվ երկնքի Տերն ու Արարիչը И Творец неба и земли մեղավոր մարդու համար հաճեցավ Լիագրեշ- երկիր գալ, для грешного человека пришел на землю, որպեսզի փրկություն տա մեղքով լցված մարդկանց։ чтобы дать спасение людям, которые были наполнены грехом. Սա չտեսնված, չգրված մի բան է։ Это нигде не было слышано, нигде не было написано. Նման բան չի եղել եւ չի լինելու։ Такого не было и не будет. Աստված մարդացավ, Бог стал человеком, որպեսզի մարդը դառնա Աստծո կերպար։ чтобы человек стал по подобию Бога. Կարող ես նման Աստծո սրտան սափարել А ты можешь от всего сердца аплодировать такому Богу եւ հասկանալ նրա սերը, и понять любовь Его, նրա կատարած գործը Его дело, которое Он сделал. եւ մեկ երկից հետո կլսենք Աստծո խոսքը։ И после одной песни опять продолжим Սեր, որ գանված էր խաչի վրա։ любовь, которая была вознесена, Սեր, поднята на որ крест. պիտի գնար դեպի խաչի մահ։ Любовь, который должен был подняться на крест. Եկեք միասին պաշտենք Աստծո։ Давайте вместе поклоняемся Նա արժանի է нашему այսօր Богу. պաշտանմունքի։ Он достоин поклонения нашему. Եթե ինչ-որ մեկն այսօր ասի, ես չեմ երգելու, Если кто-то скажет, я сегодня не буду петь, նշանակում է նա եկել էր երգելու համար։ значит, он говорит, что я пришел, чтобы спеть. Բայց եթե Ольга. ինչ-որ մեկ այսօր ասի, ես չեմ պաշտելու, И если кто-то скажет, что я не буду поклоняться Богу, դա մեծ հարց է։ это уже большой вопрос. Պաշտանմունք թե երգ։ Поклонение или песня? Պաշտանմունք։ Մենք եկել ենք այսօր պաշտելու Աստծուն։ Мы пришли сегодня поклониться нашему Богу. Մենք չենք եկել երգելու համար։ Мы не пришли просто тут, чтобы спеть какие-то Մենք песни. եկել ենք ամբողջ սրտով պաշտելու նրան։ Мы пришли, чтобы от всего сердца поклониться Ему, Հասկանալով նրա մեծագույն գործը, понимая большое дело, которое Он նրա творил արածը մեզ համար։ для нас, которое Он сделал. Հասկանալու, որ նա խաչի մահով մահացավ։ Чтобы понять, чтобы Он смертью на кресте умер, Երկիր եկավ пришел մեղավոր на մարդու համար, землю для грешников. եկավ մսրուքի մեջ ծնվեց։ И родился Он в хлеву. Նման խոնարհություն։ Такое смирение. Մեզ պետք է խոնարհության դասը հասկանալ։ Мы должны тоже понять, что такое смирение, учить этот урок. Աստված լինելով չապարտացավ, Он был Богом, но Он не возгордился. բայց մենք այսօր Մենք- ամենաչնչին բանի վրա կարող ենք ապարտանալ։ Но мы сегодня на самую мелочь можем гордиться. Какую-то мелочь. Բայց ես այսօր ուզում եմ խոնարհվել նրա առջև Но я хочу сегодня смириться перед Ним եւ ամբողջ սրտով պաշտել նրան։ и от всего сердца поклониться Ему. Ամբողջ սրտով, Всего сердца. ամբողջ От всего- ջոկով։ От всей души. Եվ մեծ պատիվ է Աստծուն ծառայելը։ И очень большая честь служить такому Շատ Богу. մեծ պատիվ է Աստծուն Очень ծառայելը։ большая честь служить этому Богу. Այսօր հիմա որ դու կանգնած ես Աստծո առջև, Сегодня, когда ты стоишь перед Богом, դու կանգնած չես մարդկանց առջև։ ты не перед людьми стоишь. Դու կանգնած ես կենթանի Աստծո առջև Ты стоишь перед живым, եւ պաշտում ես всемогущим նրան։ Богом и поклоняешься Ему. Գիտես, իմ հոգը չէ, քանի марդ кա այստեղ։ Для меня не важно, сколько тут человек присутствует, много или Իմ мало. հոգը չեն մարդիկ։ Для меня все равно сколько людей Ես այսօր сколько. եկել եմ նրան պաշտելու։ Но я пришел, чтобы поклониться Ему перед Ним. Ես կարող եմ միայն դեմքով կանգնել Աստծուն Я могу лицом к стену стоять перед եւ Богом ասել Տեր եկել եմ պաշտելու и քեզ։ сказать Ему: Господь, я пришел поклониться Եկեք Тебе. պաշտենք նրան սեր գանված խաչի վրա։ Давайте сегодня поклонимся и Սեր, споем որ песню. հավիտենական է։ Սեր, որ Любовь, երբեք չի которая վերջանա։ вечная, любовь, которая никогда не заканчивается. Հալելույա։ Եվ սեր գանված խաչի վրա Եվ սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր
Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր եւ սեր գամված խաչի վրա եւ սեր որ երբեք չի վերջանա քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Ով ունեմ երկնքի մեջ երկրի վրա քեզնից բացի մեկը չկա Քեզ մոտենալ ինձ բարի եղավ Հոգուս հարազատ ընկեր գտա Հիսուս թանկագին Եվ նայում եմ Գողգոթա տանող ճամփան Տեսնում եմ ոտնահետքերը քո Եվ սեր գամված խաչի վրա Եվ սեր, որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Եվ սեր գամված խաչի վրա Եվ սեր, որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Եվ սեր գամված խաչի վրա Հալելույա Տեր օրհնի սիրելի փառամանցյան խումբ կարող եք զբաղեցնել ձեր տեղերը Пускай Господь благословит вас, группа прославления, возлюбленная церковь. Благословите друг друга. Նստեք Տիրոջ ներկայության մեջ Садитесь в присутствии нашего Бога. Օրհնեցեք միմյանց եւ ասեցեք որ Հիսուսը ծնվեց քեզ համար Благословите друг друга и говорите, что Иисус родился ради тебя. Թող այսօր քեզ համար լինի մեծ հայտնությունների օր Пускай будет для тебя сегодня большое-большое откровение, день откровений. Մեկ օր հրեշտակները հայտնվեցին Как в один день явились ангели հովիվներին пастухам եւ նրանց ասեցին ձեզ մեծ и ավետիս сказали им, вам большое Դու գիտեք որ Հիսուսը պետք է ծնվի весть, большая весть, благая весть. Մեծ ավետիս Иисус родился, большая благая весть. Հրեշտակը եկան Մարիամի մոտ И ангел явился Марии Գիտես Մարիամ դու պիտի հղիանաս и сказал Марию, ты забеременеешь. Դու կույս ես բայց պիտի Ты հղիանաս девственница, но ты забеременеешь и родишь Իսկ դա ребенка. ինչպես կարող է ինձ պատահել А как это будет, может быть, может произойти? Աստված է որոշել Бог предопределил. Եվ ասո մարանարին ոչինչ չկա А для Бога невозможного ничего нету. Ես կբացատրեմ թե ինչու հենց կույսից Я объясню, почему от девственницы должен Ինչու был է պետք որ родиться. կույսը հղիանար Как? Ինչու պետք է А որ почему կույսը должен был девственница стать беременным, забеременеть? Այսօր կխոսեմ շատ բաների մասին Я о многом сегодня поговорю вам Բայց с вами, ամենաշատը խոսել եմ նրա սիրո մասին но самое большое буду говорить о любви, Աստված սեր է Божьей любви. Бог есть любовь. Եվ Աստվածային սերն էր որ ստիպեց նրան երկիր իջնել И Божья любовь, которая заставила ему прийти на землю. Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր Бог նմանությամբ сотворил человека по подобию себе, Եվ մարդը սխալվեց и человек ошибся, Եվ մարդը մեղանչեց и согрешил человек, Չլսելով Աստծո не խոսքին послушая Божьему Слову. Սակայն Աստված իր ստեղծագործության համար Տեր է А Бог, Он Господь для своего творения.
Եվ նա իր ստեղծագործածը երբեք չի թողի։ И не оставил он то, что он сотворил. Նա տեսնում Никогда է, не оставит, и он видит все. նա мտահոգված է, Он озабочен, он видит все. նա սիրում է։ Он любит все. Եվ Всем. Երեմիա 31-ի 3-ում И в գրված է. Еремии 33:1 написано: Հավիտենական սիրով սիրել եմ քեզ։ Вечной любовью я возлюбил тебя. Գիտեք ինչ բան է հավիտենական А вы սերը։ знаете, что такое вечная Սեր, любовь? որ երբեք չի վերջանում, դա Любовь, հավիտյան է։ которая не заканчивается. Это вечная любовь. Աստծո սերը հավիտյան է։ Божья любовь – это вечная. Եվ սա իմ եւ քո համար է։ А это для меня и для тебя. Երբ որ դու դժվարության, նեղության մեջ ես, Когда ты в трудности, немощи, հենց այդ ժամանակ հիշի, вот в это время вспомни, որ կա ամենակարող Աստված, что որ есть սիրում է քեզ всемогущий Бог, который очень любит тебя. եւ չի վերջանում այս сերը։ И эта ведь любовь никогда не заканчивается. Հիսուսի ծնունդը փոխեց ամեն բան այս Рождение դարաշրջանում Иисуса Христа все изменило в этом веку. եւ սկսվեց нոր И դարաշրջան։ началось новый век, новая Երբ эра. ամեն բան փոխվեց, ամեն бан, И все изменилось, все изменилось. նոր դարաշրջան, նոր Новая սկիզբ, эра, новое начало. խոստումների իրականացում, То, что должно происходить, обещание, жизнь. նրա ծնունդով մահը փոխվեց кյանքի, Рождением Иисуса Христа смерть изменилась в жизнь. անեց քորտնության, Проклятие в благословение, խավարը благословение. լույսի։ А тьма в свет изменилась. Նա երկիր եկավ փրկելու, Он пришел на землю, чтобы спасти, ազատագրելու գերիներին, спасти и освободить пленных, քույրերին տեսողություն чтобы տալու, слепым дать зрение, խուլերին лսողություն, чтобы те, которые не Տիրոջը слушают, թունելի տարի услышали. հրճակելու համար։ Веку, веру, когда он пришел, чтобы провозгласить этот век. Ես նաև կխոսեմ այսօր, Я сегодня тоже буду говорить еще, ինչ հայտնություն է ցանկ 31-ի գիշերը։ какое откровение было 31 числа ночью у Ինչ нас. ասեց Աստված այս տարվա համար։ Что сказал Бог на этот год? Ամեն տարի, Каждый год, ամեն տարվա սկիզբ, начало каждого երբ որ года, մենք աղոթում ենք, когда мы молимся, Տերը խոսում է, Господь говорит с եւ Տերը нами. տալիս է մեզ հայտնություն։ Бог дает нам откровение, Ինչ է սպասվում աշխարհին, что ожидает этому миру. ոչ թե միայն մեզ, Не только нас, այլ ինչ է սպասվում ամբողջ а աշխարհին։ всему миру, что ожидает. Իսկ ես հետաքրքիր է։ Если тебе это Դու ուզում интересно, ես գիտենալ ինչ է ասում Աստված։ ты хочешь знать, что говорит тебе Бог. Գիտեք, Աստված խոսում է, Աստված լսում է, Աստված պատասխանում է։ Бог говорит, Бог слушает и отвечает. Նա իրական է։ Он реальный Бог, Նա նկար չէ, Он не картина, նա հոգի է։ Он есть Дух. Եվ նրան երկրպագողները հոգով եւ И ճշմարտությամբ են те, которые երկրպագում։ поклоняются этому Богу, должны в Духе и в истине поклониться Եվ Ему. ամեն տարվա սկզբին նա խոսում է, И в начале каждого года Он говорит с нами. բայց ոչ միայն տարվա սկզբին, այլ միշտ, մշտապես։ Не только в начале, а всегда Он говорит с нами. Ուղղակի տարվա սկզբին նա տալիս է հայտություն, Просто в начале года Он дает откровение для этого года. գիտության խոսք, Слово назидания, մարգարեական խոսք։ пророческое слово. Մատթեոս 4:16-ում գրված В է. Матфея 4:16 написано. Ժողովուրդ, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ։ Народ, который сидит в тьме, большой свет увидел. Եվ նրանց, որ մահի երկրումը եւ ստվերումը նստած էին, լույս ցակեց И նրանց։ те, которые были одержимы смертью, им явился свет. Եվ 17-րդ խոսքը շարունակում И է. 17 стих говорит. Ապաշխարեցեք, որովհետև եկել է երկնքի թակավորությունը։ Покайтесь, потому что приблизилось Царство Небесное. Նրա առաջին խոսքն է Աստվածաշնչյան։ Նոր Первое, самое կտակարանային первое слово в Новом Завете это ապաշխարեցեք, покайтесь, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ потому что приблизилось Царство Небесное. Ինչ է Покайтесь. նշանակում ապաշխարել։ Что означает покаяться? Դա Каяться. նշանակում է մտքի դարձ։ Это означает изменение мышления. Եվ այս տարվա համար ամենամեծ տեսիլքը սա էր։ И для этого года самое большое видение было то. Եվ Աստված ասեց И Бог сказал, նորոգություն։ Бог сказал, что обновление ума. Մտքի, ոչ միայն մտքի նորոգություն, Не только обновление ума. այլ ամեն բնակավարներում այս Во տարի всем. կլինի Во նորոգություն։ всем будет обновление. Во всем сфере будет Ամեն обновление. բնակավարների մեջ նա խոսեց նորոգում է պետք։ Во всем сфере будет обновление. Եվ նա ասաց այս տարի պիտի լինի նորոգության տարի։ И он сказал, что в этом году будет год обновления. Եվ Տերը ասեց զգուշ եղեք, И Бог сказал, остерегайтесь. ինչպես Աստծո խոսքն է ասում, որ չխափնվեք։
чтобы не заблудиться. Եվ Как Տերն слово ասեց այս говорит. տարվա մեջ շատ ծառայողներ են բարձրացնելու։ И Бог сказал, что в этом году очень много служителей я подниму в церкви. Իրական ծառայողներ, որոնք ուզում են Աստծուն ծառայել, Реальные служители, которые от всего сердца хотят служить Богу, հասկանալով եւ գիտակցելով։ понимая, Բայց երբ որ դու осознавая. կբարձրանաս, когда ты поднимешься в этом դու году, պետք է քեզանից փոքրին ծառայես։ ты обязана служить тому, кто меньше тебя. Ձեզանից փոքրը թող ձեզանից մեծը թող ձեզանից փոքրին ծառայի, кто ինչպես старше. գրված է Աստվածաշնչում։ Тот, кто старше, пускай служит младшему, как Տեր написано. ասեց, դերևս ոչ մի եկեղեցում, ոչ մի տեղ չկա եւ այս տարի էլ չի լինելու արտնություն։ И Господь сказал, что ни в каком церкви нет и не будет пробуждения. Եվ ասեց դերևս ամեն бан կազմակերպվում է, А все это пока что реализуется. բայց իրական արտությունը դեռ չի Но գալու այս տարի։ реальное пробуждение не будет пока. Եվ ասեց եկեղեցին քնած է։ И говорит, что церковь пока что спит. Եվ ես չեմ արտնասնելու И եկեղեցին։ я не буду разбудить эту церковь. Եվ ինչպես որ գրված է Աստվածաշնչում, И как написано в Библии, մի արտնացրու իմ սիրեկանին, եթե նա չի հաճենում արտանալ։ не разбуди моего возлюбленного, пока она не хочет сама встать. Այսինքն Աստված արհեստական չի արտնացնելու, А Бог не будет возбуждать. եւ դու ինքդ պետք է Естественным ուզես, путем. որ արտանաս։ А ты сам должен захотеть, чтобы пробудиться. Եվ ասեց պատերազմները չեն կանգնելու։ И сказал, что войны не перестанут. Եվ ասեց Будут պատերազմները продолжаться. շարունակվում են Они- եւ շատանալու են։ Они будут продолжаться и умножиться. Это Եվ войны. 31-ի гիշերը խոսեց, И 31 числа ночью Бог сказал, որ պատերազմներ կլինեն будут войны Պարսկաստանում, в Персии, Պաղեստինում в Палестине. եւ երկրների անուններ թվարկեց И перечислил несколько стран. եւ ասեց շատ հայեր են նաեւ մահանալու այդ И երկրներում сказал, что очень много армян и христиане умрут в этих странах. եւ խոսեց նաեւ Հայաստանի մասին И Бог сказал в этот вечер и про Армению. եւ խոսեց որ աղոթեք Հայաստանի համար И Бог сказал, что надо молиться за Армению, որովհետեւ գարնանը потому что весною հնարավոր է շատ վատ փոփոխություններ եւ շատ վատ բաներ ожидается очень плохие изменения. բայց դա ասեց աղոթեք որ երկիրը ապաշխարի И Бог сказал, что молиться, чтобы ժողովուրդը ապաշխարի народ, земля покаялась. եւ ասեց աղոթեք Հայաստանի համար որ այդ ամենը չլինի И Бог сказал, что молитесь, чтобы все это не произошло в Армении. նշանակում է խաղաղություն դեռևս չկա Это означает, что пока что мира не будет. եւ ասեց ոչ մի տեղ խաղաղություն չի լինելու И Бог сказал, что нигде не будет мира. եւ ասեց ոչ ոք թող չասի խաղաղություն է И сказал Бог, что пускай никто не говорит, что мир, мир, որովհետեւ խաղաղություն չկա потому что нету мира пока. Եվ ես ուզում որ այսօր մեր սրտերի մեջ գաստվածային խաղաղությունը, Но я хочу, чтобы сегодня в наших сердцах присутствовал Божий мир, որովհետեւ մենք խաղաղ սրտերով սկսենք ծառայել чтобы Աստծուն, мы вот этим мирным сердцем начали служить Богу, որովհետեւ լսենք Աստծո ձայնը եւ կատարենք նրա կամքը։ чтобы мы услышали голос Бога и творили то, что Его воля. Նշանակում է այս տարի Это означает, что в этом году մենք պետք է ավելի զգոն լինենք, քան նախկին տարիներին։ мы должны быть намного бодрее, чем раньше мы были. Եվ ասեց ֆինանսական ճգնաժամն դեռևս շարունակվելու И է։ сказал, что финансовый кризис еще будет продолжаться. Նշանակում է մենք շատ աղոթելու կարիք ունենք։ Это означает, что мы очень много обязаны молиться. Ամենացավալին այն է, որ եկեղեցին քնած է։ Самое болезненное то, что церковь спит. Եվ որտեվ եկեղեցին ասեց չգիտի ում է ծառայում И что церковь не знает, кому он служит. եւ չի ճանաչում իրական Աստծուն։ И церковь не знает реального своего Бога. Եկեղեցի հասկացողությունը դա միայն այս եկեղեցին չէ։ Церковь – это не только эта церковь. Դա բոլոր քրիստոնեական աշխարհի մասին է։ Это слово о всей христианской Աստված земле. ճանաչողություն Христе. չկա Տերն ասում էր։ Нету познания Бога, говорит Господь. Եվ ասում էր պետք է Աստված ճանաչողություն։ И он говорит, что народ должен понять меня, Բայց այսօր осознать. մենք մեր անձերը չեն կարողանում ուրանալ, որպեսզի ճանաչենք նրան։ А мы сегодня не можем отвергать свое «я», свое тело, чтобы познать его. Եվ մենք շատ զբաղված ենք տարբեր բաներով։ И мы очень-очень заняты разными вещами.
Եվ ժամանակն է, И время, որպեսզի մենք սթափվենք։ чтобы мы взбодрились. Եվ ես այսօր Աստծո խոսքը ուղղում եմ սիրելի ծառայողներ ձեզ։ И я сегодня провозглашаю Слово Божие, возлюбленные Այսօր служители. սա քո որոշումն է։ Сегодня это твое решение. Եթե ծառայում եք, ծառայեք, Если вы служите, то служите нормально. ապա եթե ոչ հրաժարվեք։ А если не служите, то оставьте это служение. Եվ ասացեք, ես Աստված քեզ չեմ уզում ծառայել։ И говорите Богу, что Господь, я не хочу служить Тебе. Եթե ուզում ես պաշտել, պաշտիր Աստծուն։ Если хочешь поклоняться Богу, Իսկ եթե поклонись. չես ուզում պաշտել միանգամից նրան ասա, իմ պաշտանմունքը քոնը չէ։ И если не хочешь, прямо скажи, что мое поклонение не твое. Դու այսօր պետք է հասկանաս ում ես դու ծառայում։ Ты сегодня должен, каждый из вас должен познать, Եվ ումն է понять, ամենօրյա кирակնորյա քո кому պաշտանմունքը։ он служит, и каждое воскресенье это поклонение кому он принадлежит. Եվ գուցե խիստ էր սա, Может, это немного строго звучит, բայց սա Աստծո խոսքն է, որ հնչեց ամսի 31-ի но գիշերը։ это прямое слово от Бога, которое мы услышали 31 числа ночью. Այսօր բոլորը զբաղված ենք ուտելով, խմելով, նստելով եւ կարծես թե նոր տարի հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ծնունդի հետ ընդհանրապես կապ И չունի։ все сегодня заняты, кушают, пьют, отдыхают, но люди не могут осознать, что рождением Иисуса Христа Ինչ вообще է не նշանակում связано նոր с этим. տարի։ Что означает Новый год? Թող ամեն բան նոր լինի, Пускай все станет новым, բայց Քրիստոսով։ но с Иисусом Ամեն Христом. բան թող նորոգվի, ինչպես Տերն ասեց, այս տարի նորոգության տարի Как կլինի, Господь сказать, пускай все обновится, что год будет годом обновления, բայց նորոգություն Աստծով։ но обновление с Богом Ամեն բնակավարների во մեջ, всем сфере, ամեն բնակավարներում։ во всем. Նրա մասին կարելի է անվերջ խոսել, Об этом можно беспрерывно говорить. սակայն ես այսօր ուզում խոսել նրա սիրո մասին։ Но я хочу сегодня говорить о Его любви. Կարելի է խոսել нրա անznազողության եւ խոնարհության մասին, Можно говорить սրտանց, о смирении, о том, что Он отдал свое, սխրանքի, о смирении и о жертвенности Иисуса Христа. Առաջի Տիմոթեոս 3:16 1 Тимофея 3:16. Հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնում, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհում եւ վերացավ փառքով։ Ալելույա նրան։ 1 Тимофея 16 3:16. И Ай, беспрекословно великое благочестие тайна. Бог явился во плоти, оправдал себя в духе, показал себя ангелом, проповедован в народах, принят верою в мире, вознесся во славе. Աստվածպաշտության խորհուրդը շատ մեծ է։ Смысл благоволения очень большой. Աստված հայտնվեց մարմնում, Бог явился во плоти, արդարացավ հոգով, был оправдан духом, երևաց հրեշտակներին, явился ангелом, քարոզվեց был հրեշտահեթանոսներին, проповедован язычникам, հավատացվեց աշխարհում, был уверен. կարդա էլի։ Читает Библию. Да, я читаю снова. Читай Бог слово. явился во плоти, оправдал себя в духе, показал себя ангелом, проповедован в народах, принят верою в мире, вознесся во славе. Ալե։ Ամեն։ Ամեն։ Առաջի Տիմոթեոս 2:5 1 Тимофея 2:5. Որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ, Աստծո եւ մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենի համար փրկանք տվեց, որ ամեն վկայություն լինի իր ժամանակումը։ Ибо един Бог и един посредник между Богом и человеками, человек Иисус Христос, предавший себя для искупления всех. Таково было в свое время свидетельство. Ամեն։ Ամեն։ Հովանու 3:16-ը ամեն մեկիս համար թող լինի այսօր կյանք եւ կյանք ավելիով։ Евангелие 3:16 для каждого из нас пускай будет жизнь и жизнь с избитком. Որտեղ Աստված այնպես սիրեց Потому что աշխարհը, Бог так возлюбил мир, որ իր միածին որդին տվեց, что отдал своего единородного, որ ամեն նրան հավատացողը չկորչի, чтобы всякий верующий в Него не погиб, այլ հավիտենական կյանք ունենա, а имел жизнь вечную. այլ հավիտենական կյանք Чтобы ունենա։ имел жизнь вечную. Հալելույա։
каждый верующий. Որովհետև Աստված իր որդին չուղարկեց, որ աշխարհը դատի, Потому что Бог не отправил своего Сына, чтобы судить мир, այլ որ աշխարհը փրկի։ а чтобы спасти этот мир. Նրան հավատացողը չի դատապարտվի, Те, кто верит в Него, не будет осужден. իսկ չհավատացողը արդեն իսկ Но դատապարտված է։ не верующий в Него уже осужден. Նրան հավատացողը չի դատապարտվի, Тот, который верит Ему, не будет осужден. բայց նրան չհավատացողը А тот, который не верит, արդեն իսկ դատապարտված уже է։ осужден. Ես այսօր զարմանում եմ Я удивляюсь сегодня մեր ընդհանրապես հավատացյալների անհավատության վրա։ на неверие верующих. Я удивляюсь. Հիսուս Քրիստոսը զարմացավ, Иисус удивился, երբ որ տեսավ հարապետի հավատքը։ когда увидел веру сотника. Եվ ասում եմ, եւ նա հարապետի հավատքը տեսնելով զարմացավ։ И он увидел веру сотника, и он удивился. Եվ ասեց, այսպիսի հավատք Իսրայելի մեջ էլ И չկա։ сказал, что такой веры в Израиле я даже не видел. Բայց հավատացյալների անհավատությունը ուղղակի զարմանալի է։ Но неверие верующих это вообще удивляет. Անունով հավատացյալ, բայց անհավատ ժողովուրդ, Именем верующий, но неверующий народ. որ ոչ գերբնականին են հավատում։ Что не верят Եվ сверхъестественному. դեռևս չեմ ասում այդ մեծ գերբնականին, այլ ամենափոքր բաների չեն Но не հավատում։ только этому сверхъестественному, самому мелкому даже не верят Այսօր Աստված верующие. ուզում է, որ մեր հավատքը մեծանա, Бог хочет, чтобы наша вера умножилась. որովհետև առանց հավատքի Потому что без веры անհնարին Աստծուն հաճելի լինել։ невозможно быть подобным Богу. Եվ Տերը նորից бան ասեց այս տարվա համար։ И Бог сказал на этот год еще. Եվ ինչպես եղբայրը այսօր խոսում էր 10-րդի կամնծայի մասին։ И сегодня, как брат говорил о десятине и о поддаянии, Տերը ասեց, եթե հավատարիմ մնաք ձեր ծառայությունների մեջ, и Бог сказал, если вы останетесь верными в своих служениях, ձեր 10-րդների, ընծաների եւ ծառայությունների մեջ, в ваших даяниях и жертвенниках и десятине, ես քարապատիկ եմ օրհնելու ձեր։ я четверократно буду благословить вас. Աստծո խոսքը ասում է մեկ անգամ փորձիր ինձ։ И Слово Божие говорит, а ну-ка один раз попробуй меня. Միթե չեմ бացելու երկնքի Разве պատուհանները։ я не открою окна небесные Եվ այնքան լցնեմ ձեր и գողը, буду մինչև լեփտեցուն տեղ изливать չլինի։ на вас, чтобы не будет места для него? Եվ այսօր Աստված խոսում է գերբնական օրհնությունների И մասին։ Бог сегодня говорит об сверхъестественных благословениях. Ես զարմանում եմ այդ անհավատության вրա։ Я удивляюсь на неверие этих верующих. Աստված է խոստացել։ Бог обещал. Միթե երկնքի պատուհանները չեն բացելու։ Разве я не открою небесные окна? Говорил он. Չորթակավորած 7-րդ գլխում В четвертом царстве, 7 главе говорится. մի քիչ ավելի առույգ կելի։ Եղավ? Մի քաշի ինձ ներքև բարձրացրու վերև, լավ։ Окей, давай. Հալելույա Տիրոջը։ Ասալելույա Տիրոջը։ Аллилуйя. Աղոթե կարմանի համար, որպեսզի ավելի ջերմեռան սկսի ծառայել։ Հալելույա։ Ամեն, փորձեմ։ Փորձենք։ Հավատ վերցրու եւ սկսի ծառայել Ապրեք, ավելի։ ապրեք, շնորհակալ։ Հալելույա։ Փառքաստուն, ամեն։ Слава Богу нашему. Аминь. Օծություն ապետ, թարմոցություն, նորոգություն, թարգմանության մեջ Обновление и նորոգություն։ помазание новое Հալելույա։ нужен нам. Հալելույա Տիրոջը։ Аллилуйя наш. Այսօր աշալի օր է։ Сегодня чудесный Իշոր день. մեկին ասա, գիտեք հրաշալի օր է Говорит, այսօր։ что сегодня Մեր очень Տերը ծնվել է чудесный երկիր день. եկել ինձ Господь համար։ наш родился и пришел на землю для Մեղավոր էին, меня, բոլորս для մեղավոր грешников. էինք։ Все мы были грешниками. Գիտես Աստվածաշունչն ասում է առանց հավատքի աննարին է Տիրոջը հաճեցնել։ Библия говорит, что без веры невозможно угодить нашему Богу. Եվ 4 թագավորաց 7-րդ գլխում, И в 4 царстве, в 7 главе, եւ որ երկրում սով էր, когда был голод на земле, եւ Աստված ասեց վաղը, и Бог обещал, что վաղը завтра ժանություն պետք է լինի Իսրայելի будет դրան մեջ։ изобилие в Израиле. Եվ կար այդտեղ մի մարդ, И там был один человек, եւ ասեց լսի հնարավոր չէ դա։ и он сказал, что невозможно, чтобы такое было. Եվ նրան խոսք եղավ, И было слово ему: քո աչքերով կտեսնես այդ твоими ապրությունը, глазами увидишь, քո աչքերով կտեսնես այդ ну ժանությունը, увидишь вот это все, բայց դու չես ուտելու но դրանից։ ты не будешь пользоваться этим. Եվ երբ որ մեկ օրվա մեջ եղավ այդ ամենը, И в один день то, что произошел, այդ մարդուն ոտնակող արեցին եւ մեռավ։ а этому человека растоптали, и он умер. Անհավատությունը մահ է բերում մեր Неверие կյանքի մեջ։ приносит смерть в нашу жизнь. Այսօր Աստված ուզում է հավատք, Сегодня Бог хочет от нас նոր веру, հավատք,
новую Եթե веру. դու չունես հավատք, Если у тебя нет этой ձեր веры, դիրքով երևես այս ուզում возложи հավատալ свою քեզ։ руку на себя и скажи, что Ես я ուզում եմ хочу նորոգվի իմ веровать. հավատքը։ Я хочу, чтобы обновилась моя Բժշկիր вера. իմ հավատքը։ Исцели мою веру, Ես ուզում Господь. ձեր դնեմ հիվանդների վրա Я եւ хочу, հիվանդները чтобы բժշկվեն։ возложил я руки на больных, и Տեր больные Աստված, ես ուզում եմ исцелились. նոր հավատք։ Я хочу новую веру, Господь. Հենո դիր հերրախոսդ մի կողմ։ Ու սկսի մեծ ծառայել հենց հիմա։ Начни со мной Եվ ինչ որ ես случиться. խոսում եմ Դավանի։ И провозглашай то, что я говорю Ես չեմ ուզում тебе. որ այստեղ մարդիկ Я не хочу, что ուղակի գան сегодня, եւ գնան։ что люди Տարիներ сегодня пришли и կամ годами ծառայում ушли. են կամ չենք Если ծառայում։ вы будете служить, то будете служить. Կամ Если нет, то ուխտինկերներ են нет. կամ ուխտինկերներ չենք։ Կամ հավատքի մարդիկ են կամ Мы չենք։ люди веры или неверы. Լսեք այսօր որոշման օր է, տարին նոր է սկսվել։ Сегодня день решения. Ես ուզում որ Գոհ այսօր только որոշում начался. կայացնես։ Возьми сегодня Եթե решение. ես հավատում եմ Քրիստոսի, Если я верю во եթե ես Христе, քրիստոնյա եմ, если я христианин, նշանակում է քրիստոնյա, նշանակում է Քրիստոսի հետևորդ։ христианин означает, что я последователь Христа. Քրիստոնյան դա միայն անունը չէ։ Христианин это не только слово. Քրիստոնյան դա Քրիստոսին հետևելն է։ Христианин это то, который последует за Նրա Христом. նմանվելը, Быть подобным ему. դառնալ նրա տեսակը, Стать таким, как он. անել այն ինչ Աստված է անում, Делать то, что Бог մտածել говорит. այնպես ինչպես Աստված է Размышлять մտածում, так, как размышляет գնալ Бог. այնտեղ որտեղ Աստված Пойти է туда, ուղարկում, куда направляет тебе Господь. ապրել Աստծո կամքի մեջ, Жить по воле Божьей. աղոթքի կյանքի մեջ, По воле жить Աստվածպաշտության кյանքի մեջ, жить в молитве и богослужении. ավետարանական կյանքի մեջ։ Евангелие, жить в жизнью Евангелия. Երեք մենք հյուրեր ունեինք մեր տանը, Вчера у нас были гости, եւ ես նրանց մեկ բան էի и ասում։ я говорил им, Աստվածպաշտությունը միայն երգելը չէ։ богослужение не только петь песню. Եվ ես ասում եի ամբողջ Աստվածաշունչը գրված է այս մասին։ И во всем Библии написано об этом. Գնացեք պտուղ բերեք եւ ձեր Идите պտուղը и թող մնա։ приносите плод, и пускай ваш плод останется. Մենք մեր պտուղներով ենք ճանաչվում Աստծո առջև։ Мы познаемся перед Богом нашими плодами. Գնացեք պտուղ բերեք, թող ձեր պտուղը мնա։ Идите, принесите плод, и пускай ваш плод Հիսուս Քրիստոսի останется. պտուղը մենք ենք։ Плод Иисуса Христа это мы. Նա ուղակի չնստեց երկնքում եւ հրամաններ Он արձակեց։ просто не восел на небо и сказал что-то. Սերը գործողություն է։ Любовь это действие. Նա այնպես սիրեց աշխարհը, Он так возлюбил мир, որ իր միածին որդին что отдал տվեց։ Сына Своего Նա Единородного. չտվեց քո որդին, մյուսի Не որդին, отдал твоего ребенка. նա тվեց իր որդին։ Он отдал своего Աստված Единородного. մարդացավ։ Бог стал человеком. Սա հրեշտակների համար շոկ էր։ Это был шок для ангелов. Դա ամբողջ երկնքի համար էր շոկ։ Для всего неба было это шок. Աստված մարդացավ։ Бог стал человеком. Նա իջավ երկիր։ Он спустился на Նա землю. որ հոգի է, Он был նա որ Духом, Աստված է, Он был Богом. երկնքի Տերն ու Թագավորը Господь неба и земли. պետք է մարդկային մարմնի մեջ Он հայտնվեր։ должен был одеть телесное. Նա պետք է մարմին հագներ, Он должен, обязан был որովհետեւ одеть это մարմին тело. եղած մարմնի մեջ ապրող մարդկանց փրկեր Чтобы спасти тем, которые находятся во плоти. իրարյան շնորհիվ, Через кровь себе որովհետեւ свою. ամեն բան երկրի վրա անիծված էր բացի Все было արյունից, проклято, кроме крови. եւ на արյունն է земле. որ փրկում է եւ И ազատագրում, кровь спасает и освобождает. եւ նրա արյան միջոցով է որ մենք փրկվում ենք։ И через кровь его мы спасаемся. Այդ պատճառով նա պետք է գար երկիր, Вот поэтому он должен был прийти на ծնվեր землю, ամենացածր տեղում, родиться в самом низшем месте. մսրուքի մեջ։ Նրան ման էին գալիս Եվո թագորական պալատներում։ Его искали в царственных местах. Գիտեք, Դամախ- մտածում են, որ նա թագավոր է եւ պիտի լինի թագավորական Они думали, что պալատում։ он царь и должен был в царственном... Բայց նա այնքան խոնար էր Он был смиренным. եւ նա ծնվեց մսրուքի մեջ։ Он родился в храбу. Դուք հասկանում եք նրան ինչ նվերեցին այս ծնված օրը։ Что дали ему в этот день, когда он родился? Զմուրս, կնդրուկ։ Ինչ էր զմուրսը։ Не помню. Ինչ էր զմուրսը։ Что дали ему? Այդ զմուրսը նա էր, որ նրան պետք է մեռներ եւ զմրսեին։ Это было то, что он должен был умереть, и его должны были этим... Абиб ինչ նշանակում զմուրս։ Абиб что означает? Что подарили Иисуса? Когда родился, Лахви, скажите. когда пришли, что принесли? Золото, ладан и что? Смирну. Вот. Ладан, Смирну и... Դիմեցինք դահլիճին։ Այո, դալիճի օգնությանը։ Դահլիճի օգնությանը։ Հալելույա։ Փառք Աստծուն, Слава ամեն։ Богу.
Եվ հենց սկզբից նա եկել էր մեռնելու։ Он в самом начале пришел, чтобы умереть. Նա չէր եկել թագավորելու, Он не пришел, чтобы царствовать. նա եկել էր մեզ համար մեռնելու, Он пришел, чтобы умереть ради нас, որպեսզի մենք ապրենք։ чтобы мы жили. Նա է սկիզբը եւ ավարտը։ Он начало и конец. Նա է սկիզբը եւ Он ավարտը։ начало и конец. Հովանու ավետարան 1:1-ում գրված է։ Евангелие Սկզբում էր բանը եւ բանը մարմին Иоанна դարձավ եւ բնակվեց 1:1. մեր В մեջ։ начале было Слово, и Слово было Бога, и Սկզբում Слово էր был բանը Бог. եւ բարմեն մարմին դառավ։ В начале было Слово, и Слово стал плотью. Երբ որ Աստված կանչեց Աբ รา համին, Когда призвал Бог Авраама, նրան 75 տարեկանում ասվեց, որ որդի ես и ունենալու։ ему было сказано 75 лет, что у тебя родится сын. Եվ հետո մեծ տարիքում ծնվեց նրա որդին, 25 տարի հետո։ Через 25 лет родился у Авраама сын. Եվ մեկ օր Աստված նրան ասեց քո որդին դուր, И Бог сказал Аврааму: отдай своего единородного. բայց Աստծուն քեզանից ոչինչ պետք չէ։ Но от тебя Богу ничего не нужно. Այնինչ տալիս է մեզ, տալիս է Աստված։ То, что дается нам, это дает нам Նա Бог. սիրող հայր է։ Он любящий отец. Նա չի տալիս որ վերցնի։ Он не дает, чтобы забрать. Նա ինչ որ քեզ տալիս է որ ապրի։ Он что дает? Он дает, чтобы ты жил. Նա ապրեցնող Աստվածն է։ Он жизнь, дающий жизнь Бог. Բայց մեկ օր պետք էր Աբ รา համի սիրտը քննվեր։ Но в один день должно было испытаться сердце Авраама. Եվ ասեց Աբ รา համ, И сказал Аврааму: վերցրու այդ քո մեկ հատիկ возьми զավակը своего сына եւ единого բարձրացի Մորիայի и սարը։ поднимись на гору моря. Գիտեք ովքեր եղել են Իսրայելում, գիտեն որտեղ է гտնվում Մորիայի սարը։ Те, которые были в Израиле, они знают, где это находится. Եվ ես բարձրացել եմ, ես տեսել եմ որտեղ է Մորիայի սարը։ Я там была, и я поднялась туда. Я знаю, где оно находится. Եվ դա հիմա Թշտամու Իսմայելի, այսինքն մյուս երկրի մեջ է։ И сейчас это находится в другой стране. Поколение Исмаила, Եվ Պաղեստինում է դա։ Палестине. Եվ գիտեք, ես ձեզ ինչ եմ ասում։ Երբ որ Աբ รา համը Я вам բարձրացավ говорю, այդտեղ, когда Авраам поднялся туда, նա տեսավ Հիսուսին։ он увидел Иисуса Христа. Նա տարել էր իր որդին դնելու զոհասեղանին։ Он взял сына своего, чтобы на жертвенник Բայց Աստված поставить. ասեց ահա գառը։ Но Бог сказал: вот агнец. Ահա գառը, որ վերցնում է աշխարհի Вот մեղքը։ агнец, который берет весь грех всего человечества. Քո որդի Իսահակը չի կարող աշխարհի մեղքը վերցնել իր Исаак не վրա։ может взять грехи всего человечества. Ոչ մի մարդ չի կարող մեղքերը վերցնել իր վրա։ Ни один человек не может взять все грехи Եվ на կան себя. մեղ գառը, Но есть безгрешный агнец, որ պետք է մորթվի համայն աշխարհի մեղքերի который համար։ должен был закланяться за Աստված всего человечества. չզոհեց Աբ รา համի որդուն, Бог не приносил жертву сына Авраама, բայց ուներ ծրագիր իր որդուն но մորթելու у него համար։ было планы, чтобы отдать своего сына. Հիմա դուք ասես միթե անողոքի Աստված, Сейчас ты скажешь, разве беспощаден Бог? ոչ ողորմած է Աստված, Нет, Он милостивый Бог. ողորմած է իմ եւ քո համար, Он милостив для меня и для тебя, որովհետեւ նա гիտեր, потому что Он знал, որ երբ որ Հիսուսը մեռնի, когда Иисус умрет, պիտի հարություն Он առնի воскреснет. եւ հարություն տա ամեն И մեռածների, должен воскреснуть всех, որովհետեւ которые նրա умерших. հարությունն է, որ բերում է կյանք եւ ավելիով Потому что կյանք։ Его воскресение дает нам жизнь. Հայտնության 13:8-ում գրված է. В Откровении 13:8 написано: Աշխարհի սկզբից գառը արդեն մորթված է, Агнец Божий с самого начала творения был մինչև Վասկլյան։ այս աշխարհը ստեղծել է, пока не было творено эта земля, գառը արդեն մորթված է։ Агнец Божий был расклан. Եսայի 53-ում գրված է. В Исаии 53 написано: Եվ նա մեր մեղքերը վեր առավ, и Он взял все наши грехи, մեր հիվանդությունները վեր и առավ, наши болезни Он взял, մեր մեղքերի համար и վիրավորվեցավ, был распят за наши грехи. եւ нրա վերքերով ես И ранами բժշկվեցի։ Его мы исцелились. Նրա վերքերն է պատճառը, Его раны, որ ես եւ раны, դու այսօր բժշկվում ենք։ которые дают нам исцеление. Նրա վերքերն են պատճառը, Его раны, որ մենք ստացանք что փրկություն։ мы через Его раны мы получили спасение. Եսայա 7:14-ում գրված է, ահա Исаия 7:14 Տերը написано: ինքը ձեզ նշան կտա, Իբոք- ահա կույսը կհղիանա եւ կծնի մի որդի եւ նրա անունը կկոչվի И Էմանուել։ Бог даст вам знак, что девственница забеременеет и даст родить сына, которым будет названо Эммануил. Ինչու պետք է կույսը հղիանա։ Почему должна была Ես ասեցի, девственница որ забеременеть? կանդրադառնամ այս Я խոսքին։ сказала, что я расскажу об этом.
говорил, որովհետև Հիսուսի մեջ չպետք է լիներ ադամական արյուն։ потому что в Иисусе Христе не должно быть адамской крови. Երբ որ Ադամը մեղանչեց, Когда Адам согрешил, նրա գենետիկան փոխվեց, изменилась его генетика. եւ նրա գենետիկան Աստծո բնությունից փոխվեց սատանայի И բնության, его генетика от Божьей генетики изменилась в генетику сатаны. որտեվ Աստված մարդուն ստեղծեց եւ իր հոգին դրեց Потому մարդու что մեջ։ Бог сотворил человека и положил свой дух в человека. в Երբ որ Адама. մարդը մեղանչեց, Бог, человек, когда Աստծո հոգին согрешил, հեռացավ մարդու վրա։ Божий дух ушел от него. Եվ մարդու բնությունը դարձավ մեղանչական բնություն, И природа человека стала грешной. եւ բոլորը И մեղանչեցին։ все согрешили. Այտենց այդպիսի մարդ չկա, որ չմեղանչի։ Нету ни одного человека, который не Բոլորը согрешил. մեղանչեցին եւ Աստծո փառքից Все պակասեցին։ согрешили и упали от славы Бога. Եվ Աստվածաշունչը հայտարարեց. И Библия говорит, провозглашает, Արդար չկա, մեկը չկա։ нету праведного ни одного. Չկա մեկ արդար։ Ни одного праведника Ամենքն են нет. մեղանչել։ Բոլորը Չկա մեկ все արդար։ согрешили. Ни одного Եվ պետք էր праведника нет. ընդամենը մեկ արդար մարդ։ Должно было быть один Իսկ праведник. որտեղ էր այդ արդարը։ А где был этот праведник? Արդարը Աստված է։ Праведник это Бог. Եվ այդ պատճառով նա մարմնավոր կերպար հակավ։ Вот поэтому он одел телесное. Եթե Մարիամը Если Мария զուգավորվեր ինչ-որ մի тղամարդու հետ, была бы оплодотворена с человеком, այդ ծնվածի մեջ կլիներ ադամական в этом արյուն, рожденном было бы адамской крови. բայց No. Մարիամի մեջ դրվեց Հիսուս Քրիստոսը։ Но в Марию было вложено Иисус Христос. Ուղղակի վերցվեց եւ դրվեց այդ պտուղը։ Он был взят и поставлен плод туда. Եվ չկար հարաբերությունը տղամարդու եւ И не было կնոջ։ контакта между мужем и женой. Гիտեք, կնոջ ձվաբջիջի մեջ արյուն չկա։ В яйцеклетке женщины нету крови. Տղամարդու սերմնաբջիջի մեջ չկա արյուն։ У мужчины тоже нету крови. Երբ որ նրանք զուգակցում են միմյանց հետ, Когда они оплодотворяются եւ կինը հղիանում է, и беременеет женщина, ֆոլոպիան փողի մեջ հոսում в է этом утробе, արյուն արդեն, и туда течет кровь. եւ այդ արյունն է մատակարարում այդ пտուղը։ И эта кровь дает жизнь этому плоду. Եվ բոլորի մեջ հոսում էր ադամական արյունը։ Во всех текла адамская кровь. Բայց քանի որ Մարիամը ոչ բնական ճանապարհով Но հղիացավ, так как Мария была оплодотворена неестественным եւ таким վերցրեցին путем, պտուղը եւ դրեցին նրա и было մեջ, взято вот этот плод и поставлено в нее. եւ կույսը հղիացավ, И девственница забеременела. անգամ մինչեւ Հիսուս Քրիստոսի ծնունդը До рождения Иисуса Христа Մարիամից արյուն հոսեց։ от Марии потекла кровь. Մարիամի օրգանից արյունը հոսեց։ От плода Марии потекла кровь. Եվ այդ իսկ պատճառով Вот поэтому Հիսուսը միակ սուրբն է, единственный святой это Иисус միակ Христос. արդարը, Единственный праведник միակ это Иисус սուրբը եւ Христос. միակ արդարը։ Единственный праведник и единственный Այդ իսկ святой это պատճառով Иисус. միակ սուրբը եւ միակ արդարը կարող էր փրկել եւ ազատել։ Вот единственный праведник мог бы спасти и освободить. Ալելույա Տիրոջը։ Аллилуйя Նա Господу. բարի Աստված է։ Он добрый Бог. Եվ նա ծնվեց եւ նրա անունը կոչվեց И Էմանուել, он родился, и призвали его Иммануил, որ кոչվում է Աստված ձեզ что հետ է։ означает Бог с нами. Աստված մեզ հետ է հավիտյան։ Бог с нами вовеки. Նա Աստծո գառն է։ Он Агнец Божий. Հովանու 1:29-ում ասում է նա Աստծո գառն է։ Евангелие от Иоанна написано. Հովանեսը Он նրան Божий տեսնում է եւ Ագնեց։ ասում է ահա Աստծո գառը։ Иоанн видит его и говорит, вот Божий Агнец. Գաղատացիների в Откровении. 3:13-ում ասում է նա վերցնում է մեր անեծքը Галатам написано, что он берет все наши проклятия на себя. եւ նրան հարցնում էին ով ես դու։ И спрашивали его, кто ты? Եվ Հիսուսն էր հարցնում ես ով եմ։ И Иисус тоже спрашивал Եվ նրան ученикам, ասում кто էին я. դու ես Աստծո И որդի։ его говорили, что ты Сын Божий. Ինչ որ մեկին ասա նա Աստծո որդին է։ Говори кому-то. Он Որ есть վերցնում է Сын մեր Божий, բոլորի մեղքերը։ который берет все наши грехи. Նա Աստված է։ Он есть Бог. Հիսուսը եւ լիարժեք Աստված է եւ լիարժեք մարդ։ Иисус есть сверхъестественный Бог и сверхъестественный Եվ человек. այսօր այն օրն է,
И сегодня тот день, որ մենք պետք է խոսենք Հիսուսի и մասին։ мы должны говорить об Иисусе Ինչու Христе. եկավ նա երկիր, Почему Он пришел на землю? եւ ինչու խաչը բարձրացավ, Почему поднялся на крест? ինչու մեռավ, Почему Он умер? եւ ինչու հարություն արավ։ И для чего Он воскрес из Դու мертвых? կարող ես այսօր ուրախանալ եւ ասել նա ինձ համար մեռավ։ Ты можешь сегодня радоваться и говорить, что Он Նա умер за ինձ меня. համար մահացավ։ Он был умер за Եվ ինձ համար հարություն արավ։ и воскрес для меня. Գիտեք, Պետրոսը Աստծո մարդ էր, Петр был Божьим человеком, բայց մեկ օր նա ուրացավ, и он отверг Иисуса Христа. եւ Տեր Հիսուսը նրան հարց տվեց. И Иисус спросил ему: Դու սիրում ես ինձ։ ты любишь меня, Петр? Եթե ինձ սիրում ես, Если ты любишь меня, արածեցրու իմ գառները։ паси в моих овец. Եթե սիրում ես Աստծո, Если ты любишь Бога, արա Աստծո գործը սիրով։ делай Божие дело с любовью. Եթե սիրում ես ինձ արածեցրու իմ գառները։ Если ты любишь, паси моих овец, Петр. Եվ երբ որ Պետրոսը ապաշխարեց, И когда Петр покаялся եւ լաց եղավ, и заплакал, եւ ասեց Տեր դու գիտես որ ես քեզ сирում եմ, и сказал, что Господь, ты же знаешь, что я тебя люблю. եւ ասեց դու կզորանաս։ И Иисус сказал, что ты станешь сильным. Եվ Գործք առաքելոցում Պետրոսը ասում է И в Деянии апостолов Петр говорит 4:12 4:12. Եվ էլ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, И нету, не дано ни одно в имени, որովհետև երկնքի ներքո մարդկանց ուրիշ անուն էլ չկա, Под небом- որով հնարավոր լինի մեզ փրկվել։ под небом и на земле нету ни одного имени, которым мы смогли спастись. Աստված սիրող եւ ներող Աստված է։ Бог любящий и прощающий Եվ Бог. նա այսօր եկել է մեզ ներելու եւ Он սիրելու։ пришел сегодня, чтобы простить и Աստված любить. այսօր կարող է քեզ ներել։ Бог может тебя сегодня любить. Քեզ մնում է մեկ բան ասել նրան։ Тебе остается одно сказать Ես ему. ուզում եմ ապաշխարեմ քո առաջ Աստված։ Я хочу каяться перед тобой, Ես ուզում եմ Господь. իմ մեղքերի համար ներողություն Я խնդրել։ хочу просить прощения за мои грехи, Ես ուզում եմ Господь. նորոգվի իմ կյանքը Я այսօր։ хочу, чтобы моя жизнь обновилась Նորոգվեն իմ сегодня. ծառայությունները։ Мое служение, чтобы обновилось. Նորոգվի ամեն բան քո Всё մեջ։ во мне, чтобы Նա обновилось. ինքան է մեզ սիրում, Он так любит нас, որ Եսայա 43:24-ում ասում է. что в Исаии 43, Սա 24, կարծես երթման խոստմունք է։ это как будто обетование, Ես եմ որ Слово обетование. ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով я чишу твои грехи за меня. եւ քո մեղքերը չեմ հիշում։ И не буду вспоминать твои грехи. Եթե այսօր դու ապաշխարես, Если ты сегодня покаешься, եթե զղջաս, если будешь каяться, եթե դարձի գաս, покаешься, նա ասում է ես էմն եմ, я есть, он որ говорит. ջնջում եմ քո բոլոր հանցանքները իմ պատճառով։ Чишу твои грехи за меня. Եվ из-за меня. Եբրայեցիների 8:12-ն ասում է. И Евреям 8:12 говорит: Նրանց անօրենությունները չեմ հիշելու беззаконие их я не буду вспоминать. եւ նրանց մեղքերը չեմ И հիշի։ грехи их не буду Երբ որ вспоминать. Աստված քեզ ներում է, նա այլևս չի հիշում։ Когда Бог прощает, Он больше не вспоминает твои Երբ որ грехи. Աստված ներում է, նա չի հիշում։ Когда Он прощает, Он не вспоминает. Հիմա դու կասես ես ինչից ապաշխարեմ։ А ты спросишь, от чего мне покаяться? Անհավատությունից։ От безверия, неверия. Գիտես Աստվածաշունչն ասում է, անիծյալ լինի Աստծո գործը թուլության բանողը։ Говорит Библия, что будь проклят тот человек, который дело Божие делает неусердием. Եթե дու խոստանում ես Աստծուն Если այսօր, ты обещаешь Богу Տեր сегодня, ես կծառայեմ քեզ, что я буду служить тебя, ես Господь, կհետևեմ я քեզ, буду преследовать тебя, ես կանեմ քո գործը, я сделаю твое дело, ուրեմն մի Господь, թերացիր։ значит, делай то, что ты Գիտեք обещал. այսօր հանձնարարություն կար քույրերին։ Сегодня было дано сестрам. Իսկ դու կարող եք թխել, եփել, բերել Вы можете испечь, принести что-нибудь, стол накрыть. եւ նրանք այտարել էին այնպես մեծ ջերմեռանդությամբ, Но они так сделали с энтузиазмом. երբ որ ես մտա ուրախացած ասում եմ դուք կարողացաք դա անել։ Когда я вошла, я так обрадовалась и сказала, что вы смогли это сделать. Молодцы. Շատ մարդաներ ունեինք այսօր, Очень много Марта у нас, որ եւ թխեցին եւ բերեցին которые հյուրասիրության համար, испекли, чтобы угостить нас. բայց ունեինք Մարիամներ նաեւ, Но у нас были и Марии. բայց ունեինք նաեւ զբաղված մարդիկ, Очень занятые люди были, որ есть, տիրոջ համար ժամանակ չունեին։ у которых не было времени для своего Եթե այսօր Господа. լիներ քո ծննդյան տոնը, Если было бы сегодня твое день рождения, ինչպես էիր պատրաստվելու։ как бы ты готовилась? Քո երեխայի ծննդյան օրը,
день рождения твоего ребенка. Ինչպես էիք Как бы պատրաստվելու? ты смогла готовиться? Ինչ էիք անելու այսօր, Что бы мы сделали сегодня? եթե դու այսօր չես պատրաստվել, Если ты сегодня не готовилась, եթե дու այսօր եկել ես ուղակի հյուրի տեսակի նման, если ты пришел как гость, ես ուզում որ այսօր քո որոշումը փոխես Աստծո я մեջ хочу, чтобы ты изменил свое решение в եւ Боге, նորոգվես այսօր։ чтобы ты обновилась. Ես անհնարինը կանեմ, Տեր։ Я сделаю невозможное, Ես Господь. անհնարինը կանեմ այսօր քո համար Я сделаю Աստված, для тебя, Господь, все որովհետեւ դու невозможное. անհնարին արեցիր ինձ համար, Потому что Տեր։ ты невозможное сделал для меня, Որտեւ ոչ ради մի меня. մարդ քո համար չի մեռել, Потому что ни один человек не умер ради тебя. եւ ոչ մի մարդ քո համար չի մեռնելու, И ни один человек не умрет ради тебя. բայց նա եկավ աշխարհ։ Но он пришел на землю. Գիտեք ինչ բան է, երբ որ Աստված մարդ է դառնում։ Вы знаете, что это такое, когда Бог становится Դու человеком? որպես մարդ մրջուն չես դառնա, Ты как человек не станешь муравьем. բայց Աստված, երբ որ մարդացավ, Бог, когда стал человеком, դա նշանակում է ինչպես որ մենք մրջուն կդառնանք։ это означает, что мы, это то же самое, что мы стали бы Նա муравьем. սիրող Աստված է։ Он любящий Бог, Նա ներող Աստված է։ Он прощающий Бог. Նա ուզում է որ մենք այսօր դառնանք իր տեսակը։ Он хочет, чтобы мы стали подобие Ему. Գիտեք, Աստված ուզում է նաև որ մենք դառնանք ներող մարդիկ։ Бог хочет, чтобы мы тоже стали прощающими людьми. Եվ այսօր տարվա սկզբին ես ուզում եմ մենք իրար կարողանանք ներել եւ И в սիրել։ начале года я хочу, чтобы мы все смогли друг друга прощать. и Տերն любить. ասում է, եթե дու հիշում ես ուրիշի մեղքերը, Господь говорит, когда ты вспоминаешь грехи другого человека, քանդվում է քո աղոթքի կյանքը։ разрушается твоя молитвенная жизнь. Կողոսացների 3:13 ասում է Կոլոսյան իրար 3. համբերելով եւ իրար ներելով, Перетерпя друг друга, եթե մեկը մյուսի Պրաշայա դեմ դրուգ դրուգը։ տրտունջ ունի, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այդպես էլ դուք ներեք если у իրար։ кого-то есть против другого ропот, прощайте так и вы, как и Христос Ես просил. այսօր հայտարարում եմ նաև ներման օր, Я сегодня провозглашаю день прощения, որ մենք կարողանանք իրար ներել, чтобы мы смогли прощать друг друга, իրար սիրել եւ իրար ընդունել։ любить и принять друг друга. Աստված ուզում է, որ ես եւ դու լսված լինենք սիրով։ Бог хочет, чтобы мы были наполнены любовью Божьей. Տերն ասում է, եթե դուք ինձ սիրում եք, իմ պատվիրանները Бог կպահեք։ говорит, когда вы меня любите, вы будете мои заповеди держать. Որն է այդ պատվիրանը։ А что за заповедь? Առաջի Հովանու 3:23 շուտով ավարտում եմ։ 1 Иоанна 3:23. Եվ սա է նրա պատվիրանը, И то его заповедь, որ հավատանք нրա որդի Հիսուս чтобы Քրիստոսին уверовали его Сына Иисуса Христа եւ իրար սիրենք, и чтобы любили друг друга, ինչպես նա պատվիրեց մեզ։ как Он заповедовал нас. Եթե մեկը մեկի դեմ այսօր տրտունջ ունի, թող այդ տրտունջը կանգնի։ Если у кого-то есть против другого ропот, пускай Ես остановится ուզում եմ это. այսօր մենք լցվենք Աստծո Я սիրով։ хочу, чтобы вы сегодня наполнились любовью Божьей. Եվ ուզում եմ ավարտել խոսքս Ղուկաս 15-ի անառակ որդու И хочу վերադարձով։ завершить свое слово о притче о блудном сыне. Եվ շատերս այսօր անառակ որդիներ ենք դառնում։ И многие из нас, как блудные сыны. Ես ինքս շատ ժամանակ անառակ որդի եմ դառնում։ Иногда я тоже очень часто становлюсь таким блудным сыном. Այս խոսքը ինձ համար է։ Слово для меня тоже. Բոլորիս համար է սա։ Для всех нас это слово. Բայց երբ որ մենք հեռանում ենք Աստծուց, մենք չենք զգում։ Но когда мы отделяемся от Бога, мы это не чувствуем. Շատ ժամանակ մենք ծառայությունների մեջ ենք Աստծուն ուրանում։ Очень часто мы в служениях наших отвергаем нашего Շատ Бога. ժամանակ մենք մեր զբաղվածության մեջ ենք Աստծուն В наших ուրանում։ занятостях мы отвергаем. Ես շատ ժամանակ Բողը։ մոռանում եմ նրան հարցնել, Я очень часто забываю спросить Бога. բայց մեկ օր երբ որ հետ եմ վերադառնում, Но когда возвращаюсь назад, նա ներում է ինձ։ Он прощает меня. Անառակ որդին ամեն բան վերցրեց եւ գնաց եւ Блудный վատնեց եւ сын взял все и ушел и Եվ потратил все. տարիների կուտակածը քանդեց, И то, что было накоплено годами, он разрушил в բայց один երբ день. որ հետ եկավ, Но когда он հայրը возвратился, վազեց նրան ընթառաջ։ отец против него побежал. Կարծես ոչինչ չէր եղել։ Как будто ничего не произошло. Կարծես ոչինչ չէր եղել, կար ներում եւ կար սեր։ Было прощение и любовь. Եվ ասեց հանեք նրա վրայի հին И сказал, պատմուճանը снимите от него халат եւ հագցրեք նորը։ и оденьте новый. Ես այս տարի խոսում եմ նորոգության տարի։ Я сегодня говорю о обновлении. Թող մեր անառակ որդու վրայի եղած ամեն հին պատմուճանները հանվեն այս Пускай տարի։ то, что все старое, как у блудного сына, пускай уйдут от нас. Եվ թող այս տարիվա մեջ մեր կյանքում գա Пускай в նորոգությունը։ нашей жизни в этом году придет обновление.
Երկիրը ամեն բան չար է այսօր։ Все зло. Մենք Земля. ապրում ենք չար օրերի մեջ։ В злых днях мы живем сейчас. Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Приближается Божье. Եվ ինչով է Явление. զբաղված եկեղեցին։ А церковь чем занята? Ինչ ենք մենք անում այսօր։ Что мы делаем сегодня? Մենք շատ զբաղված ենք։ Мы очень заняты. Վաղը չեն կարողանալու առնել կամ ծախել։ Завтра не можем продать или купить. Գնալով դժվարանալու է, ով որ կասի գնալով հեշտանալու է կխափի ձեզ։ Тем больше приближается, тем становится намного труднее. Если кто-то скажет, что станет все легче, он Բայց обманывает. այդ շատ դժվարությունների մեջ, Но в этих трудностях, եթե մենք больших, Աստծո հետ если ենք, мы с Богом, եթե Աստծո մեջ ենք, если в Боге մենք կհաղթենք։ мы будем победителями. Եթե մենք Աստծո մեջ մնանք, Если мы останемся в Боге, Տերն ասում է, եթե մնաս ինձանում, Бог говорит, если ты останешься во мне, եւ ես քեզանում, а я в тебе, ինչ որ խնդրեք կտրվի ձեզ։ что не попросите, будет дано вам. Եկեք այս տարի мնանք Աստծո մեջ։ Давайте в этом году останешься в Боге. Ես այս տարի քեզ Присутствие. կոչ եմ անում, ինձ կոչ եմ անում։ Я сегодня провозглашаю и говорю вам, Կյանքում ինչ լինի մնացեք Աստծո մեջ։ в жизни что не произойдет, оставайтесь в Боге. Ամեն բան թողեք հանուն Աստծո։ Все оставайте ради Бога. Նա ամեն բան թողեց հանուն քեզ։ Он оставил все ради тебя. Ամեն բան երկինքը թողեց հանուն քեզ։ Небо, небеса оставил ради Փառքը тебя. թողեց հանուն Славу քեզ։ свою Он оставил ради тебя. Եվ վերցրեց տկարությունը, И взял немощь. եւ վերցրեց հիվանդությունները, եւ Взял на անեց себя болезнь. իմ եւ քո համար։ Для меня и для тебя. Նա մեռավ, որ մենք ապրենք։ Он умер, чтобы мы Եկի жили. կանգնենք Տիրոջ Давайте առաջ։ встанем перед Богом. Առաջի Կորինթացիների 13:13-ն ասում է. 1 Коринфянам 13:13 говорит. Հավատք, հույս, սեր Вера, надежда и любовь. եւ ամենամեծը սերն է։ И больше из этих это любовь. Մենք երկինք չենք կարող տանել մեր հավատքը եւ հույսը, Мы не сможем взять с собой надежду и веру с собой на небо. որովհետեւ արդեն հավատացել ենք, Потому что мы уверовали уже. որովհետեւ հույս ունենք, որ Տերը Потому կգա։ что у нас была надежда, что Господь у нас придет. Բայց երկինք տանելու ենք մեզ այդ սերը։ Но мы возьмем с нами любовь, которую имеем. Այս կյանքը ժամանակավոր է։ Жизнь это временно. Գիտես, քանի որ մարդը հոգի է, Так как человек есть душа, մարդը երբեք չի պատկերացնում, որ մեկ օր լինելու է մարմնի ավարտ։ а никогда он не может представить, что в один день придет конец этому телу. Բայց ուզենք թե չուզենք, И хотим или не хотим, կա ավարտ։ есть конец всему. Եվ բոլորս կանգնելու ենք կենթանի Աստծո И мы առջև, пристанем перед живым Богом, մերկ։ голыми. Բայց մեզ վրա հակած է լինելու մեկ բան՝ Но на нас будет одно հանդերձ одеяние, Հիսուսի արյունը։ кровь Иисуса Христа. Նրա արյան հանդերձով ենք ծածկված լինելու։ Одеянием крови мы будем покрыты. Եվ երբ որ կանգնենք երկինք Տիրոջ աչքերին չեն կարողանալու наել, Мы, когда пристанем перед глазами Бога, мы не сможем смотреть. բոլորից գլուխները կախելու ենք։ Мы будем с спущенными головами стоять. Եվ там. կա մեկը, Но есть один, որ նրա անունն է Հիսուս, чье имя Иисус, որ նրա անունն է Փրկիչ եւ Օծյալ Տեր, чье имя Спаситель и помазанный նա Господь. կգրկի քեզ Он обнимет тебя եւ կասի. и скажет тебе: Բարի եւ հավատարիմ ծառա։ верный и добрый слуга. Քիչ բաների մեջ հավատարիմ Малом ես։ ты остался верен, Ես քեզ շատ բաների մեջ հավատարիմ я во եմ։ многом поставлю тебя как верный. Ահա մտի քո Вот, հանգիստը։ войди в твое отдых, в твой отдых. Ես 60 տարի ապրում եմ երկրի վրա։ 60 лет я живу на земле. Այս տարի կդառնամ 60 տարեկան։ В этом году у меня исполнится 60. Եվ չեմ հիշում իմ կյանքում մեկ օր, И не помню в моей жизни ни одного дня, որ հեշտ լինի։ что было легче. Ամեն օր դժվար է։ Каждый день был трудным. Ամեն օր դժվար է, Каждый день трудный. բայց Աստծո հետ անցնում եմ։ Но с Богом я прохожу через это. Երբեմն հավատարիմներ դառնում են ոչ հավատարիմներ։ Очень часто верные становятся неверными. Երբեմն սիրողները դառնում են ատողներ։ Любящие становятся ненавидящими. Երբեմն բարեկամը դառնում է թշնամի։ Близкий человек становится врагом. Երբեմն ընկերը դառնում է օտար։ Друг становится чужим. Երբեմն
ֆինանսական ճգնաժամի մեջ ես, Бывает иногда финансовый кризис. երբեմն մեծ հարստության, Бывает иногда очень много богатства. երբեմն имеешь. շրջապատված ես սիրող մարդկանցով, Иногда ты окружен любящими тебе людьми. եւ երբեմն քեզ հիշող չկա։ И бывает, что часто тебя даже не вспоминают. Եվ երբեմն միայնության մեջ В одиночестве иногда դու ես եւ Աստված, ты и Бог. եւ հարց ես տալիս. И ты иногда спрашиваешь, Մինչև երբ Աստված, до какого времени Господь, մինչև որ նա կասի, пока Он не скажет. բարի եւ հավատարիմ ծառա, Верный и добрый слуга. քիչ բաների մեջ В հավատարիմ малом մեջ, ты оставался верным. ես քեզ շատ բաների մեջ Я հավատարիմ даю կանեմ։ тебе в большем, чтобы ты был верным. Երբեմն ուզում ես գոռալ, Տեր, այլևս անկարող եմ։ Иногда хочешь кричать и сказать, Господь, вообще больше невозможно. Եվ նա կասի, ես հենց դա եմ ուզում։ И Он скажет, вот этого я и хотел от Որ тебя. դու ասես, ես ամեն бан կարող եմ ինձ օրացնող Чтобы ты Քրիստոսով։ сказал, все могу, укрепляющий меня Господи. Иисусе Երբեմն ասում Христе». ես, ոտքերս այլևս ուժ չունեն։ Иногда говоришь, что в ногах больше силы нету. Не Եվ նա могу. կասի, А Он скажет тебе, ես քո տկարությունները վերառնող я Աստվածն եմ։ возьму твои немощи, Бог, который возьму твои Եվ немощи. երիտասարդները կնորոգվեն ուժով։ И молодые будут обновляться силою. Եվ մենք, սիրելի երիտասարդներ, И мы, возлюбленная молодежь, նորոգվում ենք ուժով։ обновляемся силою. Аминь. Ալելույա։ Նա բարի Աստված է։ Он добрый Бог. Գիտես, եթե շատ ժամանակ որևէ մարդ կասի, ես քո հետ էլ չեմ գա։ И очень часто кто-то скажет, что я с тобой не пойду. Տերը дальше. կասի, իսկ ես քեզ երբեք չեմ թողելու, А Господь скажет, я никогда не оставлю тебя, որովհետև ես քո հետ եմ потому что я с тобой ամեն օր, каждый день մինչև աշխարհի վերջը։ до конца века сего. Եվ ես քո հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Я с тобой до конца света. Նա Աստված է, Он Бог, եւ նա սուտ չի խոսում։ Он не врет. Նա որ ասել է կանի։ Он что обещал, Он это и сделает. Եվ ես այսօր էլ ասում եմ, И я сегодня тоже говорю, Տերն է իմ օգնականը։ Господь мой помощник. Տերն է իմ վեմն ու փրկությունը։ Моя опора и мое спасение, Господь. Շնորհակալ եմ Հիսուս, որ երկինքը Спасибо, թողեցիր եւ Иисус, երկիր что իջար։ оставил небо и пришел на землю. Շնորհակալ եմ Սուրբ Ծննդյանը տորվա Спасибо համար։ за твое святое рождение. Ես գիտեմ, որ դու հենց այսօրը չէ որ ծնվել Я ես։ знаю, что ты не в этот день именно Ուղղակի մենք родился. ինչ որ մեկ օր որոշել ենք այդ օրը նշելու։ Просто мы решили вот в один день отмечать это Որովհետեւ եթե рождение. հաշվարկներով անենք, դա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսն է, որ Если դու ծնվել ես։ посчитать, это может быть сентябрь или октябрь. Որտեւ 3.5 տարին չի համապատասխանում։ Потому что 3,5 года, которые он Քո жил, ծննդյան օրից, не получается с дня երբ որ рождения. հաշվում ենք, Когда считают, բայց մենք մեկ օր ընտրել ենք, но мы выбрали один день, որ քեզ ասենք чтобы շնորհակալություն։ сказать тебе, Господь, спасибо. Բայց ես ամեն օր Но я каждый день նախընտրում եմ այդ ծնունդը հիշել։ предпочитаю вспоминать это рождение. Իմ սրտի մեջ, В моем իմ сердце, հոգու մեջ։ в моем душе, в Ես духе. ուզում եմ ամեն օր ասել շնորհակալ եմ, որ Я ծնվեցիր хочу Տեր։ каждый день тебе сказать спасибо, что ты Եվ родился во ծնունդ мне. տվեցիր ինպես մեղավոր И մեկին, ты отдал рождение к такому грешникому, как я. որովհետև ոչ ոք չի կարող երկնքի արքայություն մտնել, Никто не может войти в Царство Небесное, եթե հոգուց ու ջրից չծնվի, если не будет рожден от духа и воды. որովհետև հոգուց ծնվածը հոգի է, Потому что тот, который рожден от духа, дух. մարմնից ծնվածը От մարմին։ тела, тело, который рожден. Տեր օգնիր, որ այս տարվա մեջ մենք մեր մարմինները ուրանանք, մեր Господь, անձերը ուրանանք, Господь, помоги, что в этом году мы отвергли наше «я», наше եւ тело, ոչ թե ապրենք աշխարհի համար, чтобы мы не жили для этого мира только, այլ քո համար Քրիստոս, а только для Тебя, Иисус Христос. որովհետև առանց քեզ անկարելի է, Потому что без Тебя невозможно. առանց քո հայտնության անկարելի է։ Без Твоего откровения Անհնարին է ничего ապրել առանց քեզ այս երկրի невозможно վրա, Տեր։ жить на этой земле, Господь. Դու ես ամենի մեջ, Ты все во всем, որ ամենը լրացնում է։ чтобы наполнить все. Ես ուզում եմ, որ այս տարվա մեջ դու ունենաս շատ հայտնություններ, Я хочу, чтобы Ты в этом году имела очень много откровений. որ Աստված քեզ ամեն ժամանակի համար տա հայտնության Чтоб իմաստության Бог- հոգին իր Бог գիտությունով։ для каждого времени, чтобы отдал тебе вот дух откровения. Եթե իմաստության պակաս կա, խնդրիր եւ ասա Տեր, դու ինձ իմաստության հոգի։ Если есть Ցլամուդրիա։ целомудрие, если есть
целомудрия, не хватает целомудрия, то попроси Бога, чтобы Он отдал тебе. Թող Աստված մեզ տա այսօր Пускай Бог даст нам զորության, сегодня զգաստության եւ սերի հոգին։ дух любви, целомудрия и здравы. Ալելույա Տիրոջ։ Аллилуйя. Եկեք աղոթենք։ Давайте помолимся. Սիրելի Հայր, Возлюбленная Господь, շնորհակալ եմ։ спасибо. Երբ որ մենք մեր մեղքերի մեջ մեղավոր էինք, Когда мы были грешниками в наших грехах, դու հաճեցիր քո որդին երկիր ուղարկել, Ты отправил своего Сына на землю, որ մերպես մեղավորներին փրկի чтобы спас Он таких грешников, как мы. եւ խավարից դեպի լույսը И գնանք, чтобы от тьмы мы перешли ко свету, անեցքից դեպի от օրհնություն, проклятия к благословению, հիվանդություններից от բժշկություն։ болезни, исцеления. Սիրելի Հիսուս, Возлюбленный Иисус, շնորհակալ եմ Տեր։ я люблю Тебя. Տեր Աստված օգնիր մեզ, Господь, помоги мне, որ մնանք քո Նա- հետ։ чтобы мы остались с Тобой. Դու ոչ մի շքեղ տեղ Ты չծնվեցիր, не родился в этих изящных местах. դու շքեղություն չէիր նախընտրել, Ты не предпочитала это. դու ընտրել էիր ամենացածր տեղը, Ты выбрал самое низкое место. բայց Աստված քեզ այնպես բարձրացրեց։ Но Бог так вознес тебя, Иисус. Քո անուն այնպես бարձրացրեց, Твое имя так Он որ վերը ամեն поднял, անուններից, что выше всех վերը имен երկնքում եւ и ցածրի на երկրի վրա։ земле и на небе. Выше Շնորհակալ всех. եմ Հիսուս, Спасибо, Иисус. թող անունդ փառավորվի սիրելի Տեր, Пускай Твое имя прославится, возлюбленный Այսօր եւ Господь, հավիտյանս сегодня հավիտենից։ и во веки веков. Ամեն։ Аминь. Եկեք շարունակենք նրան պաշտել։ Давайте поклонимся еще, продолжим Եկեք поклонение. բարձրացրենք նրա վեհանունը Давайте поднимем Его имя եւ ասենք Տեր շնորհակալ եմ։ и Հիսուս скажем: անունը Господь, վերը ամեն спасибо. անուններից։ Имя Иисуса выше всех имен. Ես ուզում եմ որ այսօր եւս մեկ անգամ եկեղեցին հայտնի շնորհակալության խոսք Я ասեմ։ хочу, чтобы сегодня еще раз церковь Գոհացեք поблагодарит Տերիցը որ Бога. բարի է։ Благодарите Бога, потому что Հավիտյանն է նրա Он благ, ողորմությունը։ и Его Ամեն։ благ Տեր во օրհնի веки ձեզ, веков. սիրելի Аминь. եկեղեցի, շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Пускай Господь благословит с Рождеством, возлюбленная церковь. Я ни в чем не буду нуждаться. Ты Եկող Կիրակի покроешь ժամը меня. 11-ին այս Կիրակի կունենանք ծառայություն։ Следующее воскресенье в 11 часов будет у нас служение тут. Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду нуждаться. Ты покоишь меня на страшных пожитях, водом тихим водишь меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Свой жезл и свой посох успокоит меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Господь, Ты пастырь мой, я ни в чем не буду
ты покоишь меня. На страшних життя. К водам тихим водишь меня. И шел, где бы я ни шел, Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл и твой посох успокоят меня. Где бы я ни шел, не убоюсь я зла. Где бы я ни шел, ты всегда со мной. Где бы я ни шел, не убоюсь я зла. Твой жезл И твой посох успокоит меня. Ամեն։ Иисус ծնվեց եւ հայտնվեց։ Иисус родился и явился нам. Մեզի, ձեզի, մեծ ավետիս, Большая, շնորհավոր благая սուրբցնու, վեստ։ սիրելի եկեղեցի։ С Օրհնված Рождеством, լինեք։ возлюбленные, будьте благословлены. Սիրելիներ, նորից հայտարարություն են ամանում։ Կիրակի օրը ժամը 11-ին կպաշտենք Воскресенье, միակ 11 ամենակարող ճշմարիտ Աստծուն։ Իսկ Будем այժմ խնդրում խնդրում։ եմ միասին գնանք հյուրասիրության։ Տեր օրհնի ձեզ։ Пойдемте вместе будем угощать.